Աղջիկդ հիմա 20 տարեկան է, ընտանիք կազմում է նույն տարիքում, ինչ դու ես կազմել։ Երբ որ դու տեսնում ես քո երեխային դեպի լավը գնալը այդ մարդու կողքին, որովհետև դրանից առաջ Եվան հայ տղայի հետ էր շփվում, այդ տղան էլ թմրամոլ էր։ Մի կողմից ես մտածում եմ, որ մենք խոսում ենք կարևոր թեմաների մասին, որոնք որ կարող են օգտակար լինել այլ մարդկանց, մյուս կողմից ես հասկանում եմ, որ Եվան չի ընտրել իմ դիմաց նստելը, դա քո ընտրությունն է։ Իր համար երեխաների թեման շատ կարևոր է, որովհետև մենք հիմա երկուսս էլ նարկոմանների հետ ենք աշխատում։ Ինչպիսին պիտի լինի ծնողի վարմունքը, երբ իր նոր չափահաս դարձող երեխան շփվում է թմրամոլությամբ տառապող մարդու հետ։ Բախումներից խուսափում էի շատ հաճախ, որ երեխուս չկորցնեմ։ Մայրու աղջիկ լեզու չէին գտնում, ես ինքս չէի կարող դրա հախից գալ։ Ուղարկեցի Հայաստան իր պապայի մոտ, որ հանկարծ նարկոտիկների մեջ չմտնի երեխան, թե չէ ես կկորցնեի իմ երեխուն։ Զրկանքի, ցավի, դառնության շնորհիվ, որ հիմա ինքը այսքան լավն է մեծացել։ Ինձ շատ են ասում, բա մեղ չի, շուտ ես ամուսնացնում։ Ինքը ինձ ստիպեց շուտ ամուսնանալ, որովհետև երեխա է ուզում ունենա։ Ահա որ շատ եմ աղոթել, որ ես տղա զավակ ունենամ։ Ու իմ աղոթների պատասխանը Քոդին է։ Ինքը ինձ համար այն տղան է, որը ես կերազեի ունենալ։ Ես ինչպես հասկանում եմ, դու եւ Եվայի հայրը կարողանում եք երեխայի հետ կապված բոլոր հարցերին համատեղ լուծումներ տալ։ Ինքը միշտ լավ ընկեր ա եղել ինձ համար։ Անկամ բաժանվելուց հետո, բայց երբ որ ինքը ընտանիք կազմեց, ես հետ կանգնեցի, որ իր մոտ ընտանիքը կայանա։ Եվան ասում է մամաս։ Կողքից ասում են, ոնց չես նեղվում, որ մամա է։ Ինչի համար։ Աղջիկը մամայի ամբողջ դերը անում է։ Արժանի չի մամա կոչվելու։ Արժանի է։ Որովհետև ինքը իրականում լավ մամա է եղել Եվայի համար, երբ որ Եվան այստեղ է եղել։ Եվան 5.5 տարեկան էր, սկանդալը եղավ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, քանի որ սկանդալը եղավ, ես հրաժարվեցի իրան դպրոց տանելուց, մի տարի ես իրան զբաղացրեցի պարով, երգով, գիտարով։ Երբ որ մենք սեպտեմբերի 1-ին դպրոց ենք գնում ու տեսնում եմ, որ իմ երեխան այդ դասարանում է, երկու ծնող պահանջում են, որ իմ երեխային հեռացնեն դպրոցից։ Մարիան Խախամյան ընտրություն է անում եւ ասում է, ով ուզում է թող գնա, իր երեխան պիտի սովորի այստեղ։ Abuse-ը իմ մոտ եղել է 6 միլիոն մարդու կողմից։ Ես ուղղակի մազերս կտրեցի, բաց ներկեցի, որ ինձ հասարակության մեջ չճանաչեն, որովհետև մեր հասարակությունն էլ պատրաստ չէր հոգեբանորեն նմանատիպ բանի։ Շարունակաբար խոսելով այդ մասին ու չթաքցնելով դա, նաև բնականաբար քո աղջկա մոտ ինչ որ պահի հարցեր էր առաջանում, մամ, ինչի մասին ես խոսում։ Ինչպես ինքը առերեսվեց այդ պատմությանը։ Ինքը տեսնում է իր մաման ոնց է ապրում։ Անձնական կյանք բացարձակ չունեմ։ Ինքը տեսնում է դա։ Հաղորդման գործընկերներն են Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Softcare կոսմետոլոգիական սարքավորումներ ներմուծող ընկերությունը։ Դու ինչի մասին։ Life-room-ում այսօր Անժելա Սարգսյանն է։ Ողջույն Անժելա։ Ողջույն Ամալիա ջան։ Որքան ժամանակ է չէր եղել Երևանում։ Արդեն 10 տարի է ինչ բնակվում եմ Միացյալ Նահանգներում, իսկ Հայաստանում վերջինը եղել է 2022-ի դեկտեմբերին։ Երկու անգամ եկել եմ շատ կարճ ժամանակով։ Մի անգամ առաջին անգամ ընթացքում ընդամենը 2 անգամ։ Հա, ու առաջին անգամը եկել եմ 5 տարի հետո, երբ որ արդեն green card ունեի, թե չէ անհնար էր գալը։ Իսկ իրականում քեզ ձգում է Հայաստանը, կարոտ կա այստեղի հանդեպ, թե ամեն դեպքում քո կյանքը Միացյալ Նահանգներում քեզ շատ ավելի խաղաղություն բերեց ու այդպիսով այնտեղ քեզ շատ ավելի լավ ես զգում։ Նայ, հիմա որ անկեղծ խոսեմ, գիտեմ, որ կոմենտներում լիքը ծեծ ու ջարդա լինելու, բայց միևնույն է, փորձեմ մաքսիմալ անկեղծ լինել։ Առաջին անգամ, որ եկա մի շաբաթով, եկել է եղբորս հարսանիքին։ Առաջի 2 օրը, որ հարսանիքը եղավ, ես բոլոր ազգիս տեսա, որովհետև իմ համար առաջին հերթին մարդն է արժեք, քան թե ինչ որ տարածք կամ բան չէ, մարդն արժեք։ Դրա համար, երբ որ բոլոր ազգից տեսա միաժամանակ, երրորդ օրը արդեն մոտս կարոտ էր տան հանդեպ ու տան զգացողությունը այնտեղի հետ է կապված։ Երկրորդ անգամ եկել եմ ուղղակի տունս եմ վաճառել գնացել, համարյա մարդ տենց չեմ տեսել ու միակ տեղը, որ ինձ համար է տենց կարոտով տեղ է ու ես որ գալիս եմ Հայաստան, ես սիրում եմ այդ օդը շնչելը, դա դրամատիկական թատրոնն է ու դրամատիկական թատրոնի կուլիսները։ Անպայման գնում եմ ներկայացում եմ նայում, որովհետև դա ամենաբաց կետն է իմ մոտ Ամերիկայում։
միակ բաց կետս, այսպես ասեմ, որովհետև հիմա ծնողներս էլ են հետս այնտեղ, FaceTime-ը եւ վիդեոզանգերը ամբողջովին փարատում են կարոտը, կարելի ասել, որ տան զգացողությունը այնտեղ է։ Ես այնտեղ եմ ինձ տանը զգում։ Բայց աղջկատ հարսանիքը որոշեցիք անել Երևանում, թեպետ տունը Միացյալ Նահանգներում է, Փեսան հայ չէ, այս դեպքում ինչով էր պայմանավորված։ Ես շատ մեծ ազգուն եմ, թե մամայիս կողմից եւ թե պապայիս կողմից, այդ ամբողջ ազգությունից ունեմ միայն հայր եւ մայր այնտեղ։ Ես ունեմ քույր եղբայրներ, զարմիկներ, զարմուհիներ, շատ ենք մենք։ Եվայի հոր կողմից էլ էլի մեծ ազգություն է ու Եվան առաջի թոռն է երկու կողմից ամուսնացող։ Քանի որ Փեսայից կողմից այդքան մեծ ազգ չեն իրանք, երևի մի 6-7 հոգի են եկել հարսանիքին իրանց կողմից, ու այդ տենց էլ լինելու էր մաքսիմում մի 10 հոգի էր ավելանալու այնտեղ որ անեի, այնտեղ շատ մեծ շրջապատ ունեմ ընկերական, բայց ես բարեկամներ են որպես այդպեսին այնտեղ չունեմ։ Դրա համար նախընտրեցի այստեղ անել հարսանիքը, որ բոլորը մասնակցեն, որովհետև ուզում եմ իմ ուրախությունը կիսել ինձ հարազատ արյունակից մարդկանց հետ։ Անժելա, իսկ աղջիկատ նշանադրությունը, ամուսնությունը ինչքանով քեզ ավելի երջանիկ դարձրեց։ Ես սիրում եմ իրանց սերը։ Ես որ այսպես կողքից նայում եմ իրանց, թե ինչքան համահուն չեն, ինչքան այն որ չեմ մանում ապրել ես այդպիսի բան թե չէ, բայց հիմնականում լինում է, երբ որ երեխաների հետ է լինում, որովհետև ուրիշ ծնողներից էլ եմ լսել դա կողքից, որ նայում են երեխեքի սիրուն, զգացողությունը այնպիսին է, իմ կյանքում է թե Եվայի կյանքում է, ես նույն ձևով եմ ապրում։ Հասկանում ես ինչից եմ խոսում։ Ասենք թե եթե իմ կյանքում, իմ անձնական կյանքում լիներ այն, ինչ որ հիմա իր մոտ է, ես նույն ձևով դա կընկալեի։ Ու կողքից իր սերը տեսնելով, իր երջանկությունը տեսնելով, իհարկե որպես ծնող ինձ ահա որ մեծ բավականություն ու ուրախություն է ապարգևում, մանավանդ որ կողքը հասկացող հոգատար տղամարդ է ու մանավանդ որ իր այդ հասունացման շրջանում մի քիչ դժվար էտապներով անցա ու հիմա ավելի խաղաղ եմ, որովհետև նախ ինքն է հասունացել, այնքան ճիշտ կանացի տեսակ է մեծացել։ Մենք բավականին տարբեր մարդիկ ենք, ընդհանրապես կապ չունենք իրար հետ։ Սկզբնական շրջանը, երբ որ ինքը ուզեց արդեն իր նշանածի հետ ապրել, ինձ համար մեծ տրավմա էր։ Այն որ մտնում էի իր սենյակ, ինքը դատարկ էր, առաջին մի քանի օրը լացում էի։ Ինքը ինձ համար ոնց որ ինքը պատրաստ էր պորտալարը կտրելու, ես պատրաստ չէի իր այդ անձնական կյանքի եւ հասունացման եւ բաժանումը ինձնից ես պատրաստ չէի, բայց ինքը ավելի հասուն էր ու ավելի պատրաստ էր։ Որպես հասուն գիտակից մարդ, եթե մի բանը, որ հասկանում ես լավ է երեխայի այդ կյանքում, ուղղակի համակերպվում ես ու ընդունում իրականություն, որովհետև դրանից չես փախնելու։ Աղջիկդ հիմա 20 տարեկան է ու ընտանիք կազմում է նույն տարիքում, ինչ դու ես կազմել։ Քո կյանքը բավականին նաև բարդ ընթացք ունեցավ։ Ես չգիտեմ դու քո բոլոր տարիների որոշումները ճիշտ ես համարում, թե ինչ որ բաներ կան, որ եթե հետ գնալու լիներ, ինչ որ փոփոխություններ կանեիր։ Ամեն դեպքում մայրիկները իրենց պատկերացումներն ունենում են իրենց աղջիկների համար, որքան էլ որ կարող են դա չպարտադրել։ Ինչպես ես վերաբերվում այս տարիքում իր ընտանիք կազմելուն։ Ինչ շատ են ասում, բա մեղք չի, շուտ ես ամուսնացնում, ինչի համար է մեղք, ես չեմ հասկանում, երբ որ իրան եմ հարցնում, ասում եմ, Եվա, շուտ չի, ինքը ասում է, մամ, եթե ես որոշել եմ, որ ես ուզում եմ այս մարդու հետ ծերանալ, 20-ում եմ ամուսնացել, 22-ում եմ ամուսնացել, թե 24-ում մի 4 տարի էլ ձգեմ, որովհետև իմ որոշումը հստակ է, որովհետև մենք այդ խոսակցությունները շատ ենք ունեցել, իրանք արդեն 2 տարի է ինչ ծանոթ են, եւ մոտավորապես մի տարուց ավել նշանված են։ Ավելին, իրանք սկսեցին ընկերություն անել ու Քոդին Եվային Ամերիկայում ասում են promise ring, խոստմունքի մատանի, որը որ տալիս են նշանի մատանիից առաջ։ Իրանք 3 ամսվա ընկերներ էին, նոր էին հարաբերությունները սկսել։ Քոդին իրան այդ մատանիից նվիրեց։ Մի հատ կարևոր ֆակտոր կա իրանց պարագայում։ Ավելի հանգիստ եմ այստեղ, որովհետեւ Քոդին մեծացել է ծնողների հետ, որոնք իմ ծնողների տարիքի են։ Իր ծնողները հայրը 68-69 տարեկան է, մայրը երևի 63-4։ Իրանց ընկալում է ինձ նախ մամաչի, որովհետև իրանք որ գալիս են իմ տանն էլ այդ ծնողները կան, իր տանն էլ ու մեծեր կան։
Իրանք ոնց որ ընկալում են մեծերին ու ես ինչ որ իրանք քույրիկ կամ չգիտեմ մեկը, որի հետ իրանք կիսվում են։ Մենք շատ ենք խոսակցություններ ունենում։ Ես սիրում եմ այդ երեկոները, որ իրանք գալիս են, ասում են արի գնանք խոսանք։ Այդ մեր մոտ ուտելիք է, խոհանոցում փոքրիկ սեղանի շուրջ կամ թե է կամ չգիտեմ մի համով բան ու մենք կյանքն ենք քննարկում իրանց պատկերացումները։ Իրանք ժողովրդական լեզվով ասած շատ հայերեն եմ ուզում թարգմանեմ այդ բառը հնամոդա հայացքներ ունեն երկուսն էլ old fashion մտածելակերպ ունեն ռուսերեն ստարամոդնի չասեք մենակ անգլերեն բառեր եմ օգտագործում շատ հին են մտածում համատած այս trend-ների հետ։ Իրանց համար արժեք է ընտանիքը, իրանց համար արժեք է երեխաները, քանի որ իր ծնողները մեծ են, իրանք արդեն թոռներ են ուզում։ Իհարկե ես 43 տարեկան եմ, բայց իմ աղջիկը ինքը ինձ ստիպեց շուտ ամուսնանա, որովհետև երեխա է ուզում ունենա։ Երկար չուզեց նշանված մնա։ Եթե իրանք հասել են հոգեբանորեն այդտեղ, իսկ ըստ ստատիստիկայի վաղ ամուսնությունները մեծաքանակ բանով որ նայում ենք ստատիստիկավ բաժանությունների են գնում բայց դա գալիս է նաև նրանից որ չեն աշխատում մարդիկ հնարավոր է քո առաջի սերը այդ սիրուն որ դու ունենում ես տարիների ընթացքում չկորցնես պահես ու ավելի լավ բանի վերածես եթե դա արդեն վերածվել է ընկերության այնպես որ միշտ չի որ փոքր տարիքի ամուսնությունը վատավերջանում ես շատ ընկերներ ունեմ որ լավ ընտանիքներ ունեն ու իրանք արդեն խոստովանում են որ այդ 3-ից 5 տարին որ գալիս է ստրեսային պահը երբ որ երեխաներ են ծնվում որ պետք է աշխատես քո ամենադժվար էտապն է որ պիտի ընտանիքը զարգանա կայանա այդ պերիոդում մարդիկ ստրեսներին չդիմանալով գալիս են այդ որոշման որ բաժանվում են բայց եթե դու այդ էտապը անցնում ես հետո մի հատ այն 12 13 15 տարուց հետո արդեն կապվածությունը հենց է լինում որ անհնար է քանդել այդ պրոստը պետք է աշխատել դրա համար երբ որ դու տեսնում ես քո երեխային դեպի լավը գնալը այդ մարդու կողքին որովհետև դրանից առաջ Եվան հայ տղայի հետ էր շփվում այդ տղան էլ թմրամոլ էր դու տեսնում ես ազդեցությունը մարդու ու հասկանում ես որ չէ սա իրականում լավ ընտրություն է իսկ ինքը այնքան կոդին ես շատ եմ սիրում ես ահավոր շատ եմ աղոթել, որ ես տղազավակ ունենամ։ Ես շատ էի ուզում տղազավակ։ Ու իմ աղոթների պատասխանը կոդին է։ Ինքը ինձ համար այն տղան է, որը ես կերազեի ունենալ։ Անժելա, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմիջիայլոց, եթե Հայաստանում չհասցնես օգտվել նվեր քարտից, կարող ես հանգիստ օգտվել Միացյալ Նահանգներում, որովհետեւ իմպլանտումը միջազգային ստոմատոլոգիական ցանց է, գործում է ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում եւ Միացյալ Նահանգներում, կարող ես օգտվել քո նվեր քարտից եւ վստահ եմ գոհ կմնաս, որովհետեւ իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է, Մոսկվայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները եւս շատ լավ ստոմատոլոգներ են։ Շնորհակալություն։ Սիրո։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնն օրեցօր ընդլայնում է գործունեության ոլորտը։ Այստեղ արդեն հնարավոր է իրականացնել մազերի փոխպատվաստում։ Մանրամասները մեզ կպատմի էսթետիկ կենտրոնի հիմնադիր բժշկուհի Ելենա Ադամյանը։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ելենա, մազերի փոխպատվաստումը համարվում է վիրահատական միջամտություն, եթե չեմ սխալվում, եւ էսթետիկ կենտրոնները որպես այդպիսին հնարավորություն եւ թույլտվություն ունեն այս պրոցեդուրան իրականացնելու։ Ինչպես եք դուք դա անում։ Այո, իրավացի եք, Ամալիա։ Այդպիսի միջամտությունները հիմնականում արվում են, երբ որ շենքը ունենում է վիրահատությանը համապատասխան սենյակներ։ Կլինիկան հատուկ դրա համար ստացել է լիցենզիա եւ ունի հնարավորություն կատարելու նման պրոցեդուրա։ Մեր բժիշկը դիմացնոտային վիրաբույժ է, վերապատրաստվել է առաջատար մասնագետների մոտ եւ ինչպես գիտեք արտերկրից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից շատերը հենց հայերը մեկնում են հարևան երկիր, որպեսզի կատարեն այս միջամտությունը։ Ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ մենք ունենք հրաշալի մասնագետ, որ նմանատիպ բարձրակարգ սպասարկում իրականացնում է նաեւ մեր կլինիկայում։ Բոլոր փուլերի իրականացումը ապահովում եք ձեզ մոտ։ Այո, միանշանակ լինում են դեպքեր, երբ երկփուլանի է տեղի ունենում պրոցեդուրան, կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը զննում է եւ արդեն այդ ժամանակ քննարկում են միասին, որովհետեւ
քիչ գիտեք այն հատվածներից, որտեղ որ գրաֆտները հեռացվում են, հա, որպեսզի տեղադրվեն, այդտեղ պետք է լավացում տեղի ունենա, որպեսզի կարողանան երկու փուլով, այսինքն դա կախված է ճաղատության, հա, աստիճանից, որքան շատ է բացվածքը։ Իսկ հետակա բուժումը ուզում եմ տեղեկացնել, որ նույնպես մեր կլինիկայում իրականացնում ենք, իսկ ինչ է իրանից ներկայացնում հետակա բուժումը, սովորաբար այն գրաֆտները, որոնք տեղադրվում են, 1 ամիս հետո պետք է կատարեն որոշակի վիտամինային թերապիաներ, որպեսզի ինքը ավելի լավ ամրանա, հա, մաշկի մեջ եւ կարողանա հանկարծակի շատ մազաթափություն տեղի չունենալ։ Դա իրականացնում ենք ելի մենք, մեր բժիշկները իրականացնում ենք թե մեզոթերապիա, թե պլազմաթերապիա։ Թվում է, թե մազերի փոխպատվաստումը հիմնականում տղամարդկանց է պետք լինում։ Իրականում սա հատուկ տղամարդկանց համար նախատեսված պրոցեդուրա է, թե կանայք եւս օգտվում են։ Չէ, կանայք նույնպես կարող են օգտվել։ Ուղղակի մեզանում շատ տարածված են, որ տղամարդիկ են ավելի, հա, ճաղատ իրենց մոտ ավելի շատ է երևում, իրենք են դիմում, բայց ոչ, կան խնդիրներ, որ կանայք եւս ունենում են եւ կարող է ամբողջությամբ չլինել տեղային, եթե կա ալոպեցիա ասվածը կամ տեղային մազաթափություն, կարելի է շատ հանգիստ լուծել նաեւ այս ճանապարհով։ Սա բավականին տրավմատիկ պրոցեդուրա է թվում, այդպես է։ Դե ամեն դեպքում սա վիրահատություն է, բայց այնպես չէ, պացիենտը այդ օր ամբողջ օրը իհարկե լինում է մեր կլինիկայում, մեր հսկողությամբ է լինում, այնտեղ իրեն տրվում են բնականաբար ընդմիջումներ, որպեսզի հանգստանա, բայց իր ոտքով գնում է տուն եւ ուղղակի իրեն տրվում են որոշակի ցուցումներ, որ տանը պետք է կատարի։ Իսկ ինչպես է անցնում 1 օրը իմպլանտումում։ Նախորոք դա իր հետ քննարկվում է, ընդմիջման ժամեր է ունենում, որտեղ նաև հաշվի են առնում, թե ինչ նախասիրություններ ունի թեկուս ուտելիքի հետ կապված, մենք արդեն նախորոք իր համար պատվիրում ենք եւ այդ ընդմիջման ժամերին հանգստանում է, սնվում է, այնուհետև նորից շարունակում է պրոցեդուրան։ Կան բուժառուներ, որ ուզում են 1 օրով վերջանա այդ ամբողջը եւ իրենք դիմանում են, բայց լինում են իհարկե բուժառուներ, որ այդքան երկար չեն կարողանում պարկել եւ դա իրականացվում է 2 օրով։ Ըստ էության բժիշկը իմպլանտում հրավիրված մասնագետ է, ինչ սկզբունքով եք ընտրել մասնագետին, որը կիրականացնի մազերի փոխպատվաստումը ձեզ մոտ։ Այո, նա մեր թիմին միացել է ավելի ուշ, բավական երկար ուսումնասիրել ենք ոլորտը եւ մեր սկզբունքին անդավաճան ենք, այսինքն մեզ համար կարեւոր է մասնագետի լավ լինելը, կրթված լինելը եւ փորձառու լինելը եւ մեր բժիշկը ուզում եմ հավաստիացնեմ, որ բավականին մանրակրկիտ եւ բծախնդիր վիրաբույժ է, ինչն էլ շատ կարեւոր է իր աշխատանքում։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Անժելա, իսկ այս պարագայում ինչպիսին պիտի լինի ծնողի դիրքորոշումը, ծնողի վարմունքը, երբ իր նոր չափահաս դարձող երեխան շփվում է թմրամոլությամբ տառապող մարդու հետ։ Դու պատկերացնում ես, չէ՞, ես այդ մասնագիտությունը ունեմ։ Ես Ամերիկայում կրթվել եմ, ունեմ ընտանեկան բռնության զոհերի խորհրդատու եւ թմրանյութերի օգտագործման խորհրդատու։ Ինքը լավ չի հնչում, բայց անգլերենով սենց է հնչում substance abuse counselor, մեկ էլ domestic violence victim counselor։ Ես այդ կրթությունը այնտեղ ստացել եմ, ես աշխատում եմ թմրամոլների հետ ու թմրամոլությունը ինքը հետևանք է, թմրամոլությունը ինքը լուրջ հիվանդություն է, որովհետեւ մարդը հենց այնպես թմրամոլ չի դառնում։ Գոյություն ունեն տրավմաներ, պատճառներ, դա ցավը խեղդելու եւ ցավը ճնշելու միջոց է։ Բնականաբար գալիս է կոտրված ընտանիքներից, բնականաբար գալիս է մանկական տրավմաներից ու լիքը հասանելիությունը, հասակակիցների ճնշումը, որովհետեւ դպրոցներում սարսափելի տարածված է։ Մենք ահավոր մեծ խնդիր ունենք այնտեղ նարկոտիկների հետ կապված, որովհետեւ մեկը հենց մարիհուանան ինքը օրինական է եւ երկրորդը ինքը վաճառվում է ազատ ու հիմնականում էլ high school-ի երեխաները բերում են middle school-ից սկսած արդեն վաճառքը գնում է ու ինքը շատ դաժան ազդեցություն ունի նաև մեր ազգության վրա, որովհետև այն հիմնականում թիրախավորված են այն ընտանիքի երեխաները, որտեղ կա միայնակ ծնողներ, ամբողջական չի ընտանիքը եւ կա խնդրեմ ընտանիքում, որովհետեւ երեխայի համար, երբ որ տանը ամեն ինչ խաղաղ է, տանը ամեն ինչ սիրով է, ու ինքը ունի 2 ծնող, ովքեր իրանով զբաղվում են ու իր հետ անընդհատ խոսում են, շփվում են,
ու չեն թողնում, որ հասարակությունը կամ իր հասակակիցները ճնշում գործադրեն, այդ ընտանիքի երեխաները որոշակիորեն ապահովված են, բայց այն ընտանիքներում, որտեղ մի ծնողն է եւ այդ մի ծնողը առավոտից իրիկուն աշխատում է, իհարկե պայմանները այնտեղ, չգիտեմ, հիմա ցեզ մոտ երևի թանկացումները այնպեսին են, որ կարելի է նաեւ համեմատել Միացյալ Նահանգների հետ, որպեսզի կարողանաս վարձերը տաս, տան գումարը տաս, կոմունալները տաս, միայնակ ծնողը հետևի երեխային ու միևնույն ժամանակ հասցնի այդ ամեն ինչը, ինքը շատ դժվար է ու շատ ծանր գործ է։ Ես ուզում եմ մենք խոսենք նաև հենց քո օրինակի մասին։ Դու այդ մենակ ծնողն էիր, որը եւ աշխատում էր եւ պիտի հետևեր իր աղջկան, շատ էստեղ կարեւոր եւ նուրբ էր կետը, որպեսզի դեռահաս աղջիկը հանկարծ չընկնի ազդեցության տակ եւ չգնա սխալ ճանապարհով։ Ինչպիսին էր քո դիրքորոշումը որպես ծնող ու ինչ էիր անում։ Փարտիրոջը ես ունեի այլ լուծում։ Այն տարիքից, որ արդեն իրա այն ընկերուհիները, որոնց հետ ինքը ունենում էր գիշերակացներ, իր ամենամոտ ընկերուհիները, երկուսն էլ սկսեցին մարիխուանա օգտագործել, իրանք երևի 6-7-րդ դասարանում էին։ Մի աղջիկը էլի թակ ընտանիքի երեխա էր, իրանք պարսիկ էին Պարսկաստանից, երկուսն էլ էմիգրանտի երեխաներ էին։ Մեկը միայնակ հոր հետ էր, մեկը ամբողջական ընտանիքում էր, բայց պարսիկը չհավատաց, որ իր երեխան անցնում է դրանով։ Փորձեցի որոշակիորեն ասեմ եւ անվրեժ ջղայնացավ։ Ես քեզ ինչ կիսում եմ հետդ մի գնա պատմի իրանց ծնողներին, սենց խնդիր ունեցանք, բայց ես տեսնում էի, որ ես երկար չեմ կարողանալու իրան վախով բայել, որովհետեւ ինքը մի անգամ ալերգիկ ռեակցիա էր ունեցել, խեղդվել էր, ասեցի հանկարծ չմոտենաս։ Կարողա ծխես դու այդ պահին ալերգիկ ռեակցիա տա ու իրանք վախենան, որ դու խեղդվում ես, քեզ լքեն ու դու կարող ես մահ ունենաս, ուղղակի պարզապես մի հատ հիմար արարքի պատճառով։ Մի որոշ ժամանակ այդպես վախով պահեցի։ Հետո եկավ արդեն որ այնտեղ շատ անում ա ու դու տեսնում ես, որ բոլորն են համատարած, հետո ինձ ստորիներն ա ցույց տալի իրանց ծնողներից թաքուն երեխեքը ինչեր են անում, արդեն նարկոտիկների տեսակները սկսեց փոխվել։ Միակ լուծումս Հայաստան ուղարկելն էր։ Ես ունեի լուծում, ուրիշ տարբերակ չունեի։ Ինձ պետք էր որ ուժեղ մեկը կողքս աներ այդ գործը, իսկ ես առանց ամուսին, միայնակ մայր, ես ինքս չէի կարող դրա ոնց են ասում հախից գայ։ Ուղարկեցի Հայաստան իր պապայի մոտ։ Մի տարի պես Եվան էստեղ ա ապրել։ Հենց այդ ամենաբարդ этаպը, որ հանկարծ նարկոտիկների մեջ չմտնի երեխան, բայց ամեն մեկը չունի այդ միջոցը։ Ինքը այստեղ պապա ուներ, ամբողջական ընտանիք ունի պապան, իր համար ավելի լավ կլիներ այստեղ այդ этаպում, որովհետև այդ այն ըմբոստացման этаպներ, որ արդեն մայր ու աղջիկ լեզու չէին գտնում, լինում է չէ երեխաների մոտ աղջիկ երեխաները ավելի շատ պապայի հետ են լեզու գտնում այդ պերիոդում։ Մեր մոտ եղավ այդ բարդ этаպը, բայց փառք Աստծուն այդ մոտավորապես 2-3 տարի տևեց ու հիմա ես ուղղակի Աստծուն շնորհակալ եմ, թե ով է մեծացել իմ աղջիկը։ Ես ինչպես հասկանում եմ, դու եւ Եվայի հայրը կարողանում եք երեխայի հետ կապված բոլոր հարցերին համատեղ լուծումներ տալ։ Այո։ Սենց ասեմ, որ ասեմ մենք ընկերներ ենք հիմա ամենօրյա շփում ունենք, ոչ, բայց երբ որ հարցը անդրադառնում է Եվային ու մենք պետքա ճիշտ որոշում կայացնենք երեխայի օգտին, մենք համախոհներ ենք այդտեղ։ Տարիների ընթացքում հասարակության աչքի առաջ ամեն դեպքում նկատելի եղավ, որ քո նախկին ամուսնու կողմից դու ունենում ես աջակցություն, հա, քո կյանքին ամենասկանդալային ու բարդ փուլում եւս որոշակի աջակցություն հանրային իր կողմից եղավ, եւ դա շատերի կողմից հիացմունքի էր արժանանում։ Մենք չգիտենք էկրանից այն կողմ ինչ է կատարվում, բայց էկրանի առաջ դու այդ որոշակի աջակցությունը ստացար իր կողմից։ Դու քո նախկին ամուսնու կողմից աջակցություն այս տարիների ընթացքում էլի ստացել ես։ Հիմա սենց ասեմ։ Ինքը միշտ լավ ընկեր ա եղել ինձ համար։ Անկամ բաժանվելուց հետո, բայց երբ որ ինքը ընտանիք կազմեց, ինքը գալիս ինձ հետ էր կիսվում, ես հետ կանգնեցի, որ իր մոտ ընտանիքը կայանա։ Ես կտրեցի կապը, որ իր մոտ այնտեղ սիրուն ընտանիք ձևավորվի ու ձևավորվեց։ Իրանք շատ համահունչ զույգ են, իրանք շատ լավ ծնողներ են, անգամ իմ Եվան որ գալիս գնում է իր երկրորդ կինը երբևէ տարբերություն չի դրել, իհարկե իրանք զավակ չունեին այն ժամանակ, հիմա նոր Եվան քույրիկ ա ունեցել, երևի 8-9 ամսական է երեխան,
բայց ամբողջ այս տարիների ընթացքում ինչքան իմ երեխան ստեղ եղել է, այդ աղջիկը ամեն ինչով մամայի դեր է կատարել, լվացել, մաքրել, կերակրել, ժամանակ առ ժամանակ երբ որ խոսակցություններ է լինում, Եվան անուն է տալիս, հետո ասում ենք որ մեկի հետ ես, ինքը անուն չեմ ուզում տամ, միգուցե իրանց դուր չկա, բայց Եվան ասում է մամաս, կողքից ասում են ոնց չես նեղվում, որ մամա է, ինչի համար։ Աղջիկը մամայի ամբողջ դերը իր ամբողջ պարտավորությամբ անում է, արժանի չի մամա կոչվելու, արժանի է, որովհետև ինքը իրականում լավ մամա է եղել Եվայի համար, երբ որ Եվան այստեղ է եղել։ Այդ 1.5 տարվա ընթացքում, երբ Եվան ապրում էր Հայաստանում, նախկին ամուսնուդ կնոջ հետ ձևավորվում էին ջերմ հարաբերությունները, քո մեջ կար կարոտ, եւ դու տեսնում էիր, որ աղջիկդ նաեւ որպես մայր ընկալում է նախկին ամուսնուդ կնոջը։ Քո մեջ խանդ առաջանում էր։ Բացարձակ։ Ես այդ օրգանը չունեմ, ոչ խանդ, ոչ նախանձ։ Իմ մոտ ավելի շատ կարոտ կար, բայց ես գիտակցաբար էի անում։ Իսկ ով էր ուղարկել Եվային Հայաստան։ Ես գիտակցաբար ինձնից կտրելով հասկանում եի, որ հիմա իրան լավ է այնտեղ։ Կարևոր չի ինձ վատ է, կարևոր չի ինձ ցավոտ է, կարևոր չի ինձ դժվար է, կարոտում եմ։ Վիդեո զանգերը միշտ եղել են, ամեն ինչից տեղյակ եմ, ուր գնաց, ոնց արեց, ինչ արեց։ Բնականաբար մաման մնում է մամա։ Ու ինքն էլ կիսվեր, զանգում էր ժամերով, ինքը գիտար էր պարապում, նվագում էր իմ համար, այսինքն մեր կապը եղել է վիդեո զանգերով, ինչքան էլ որ ինքը հեռու է եղել, բայց եթե դու հասկանում ես, որ երեխու համար ամենակարևոր էտապում դու ճիշտ որոշում ես կայացրել, ու ես Եվային հենց այնպես չեմ ուղարկել, ես երազով եմ իրան ուղարկել։ Զարթնեցի ու միանգամից երազից մեկնությունը հասկացա, ինչ Աստված ինձ զգուշացնում, մի կտոր, այնպես որ ոչ աչ եմ նայել, ոչ ձախ եմ նայել։ Մենակ այդ ժամանակ մենք դեռ green card չունենք, զանգեցի, հարցրեցի ոնց կարող եմ անել, այնտեղ մի հատ ուրիշ travel passport կա, ասացի ոնց կարող եմ դա ձեռք բերել, որ Եվային ուղարկեմ Հայաստան, որովհետև ինձ Աստված զգուշացրեց ուղարկի։ Հիմա այս ժամանակն է, որ ինքը այնտեղ պիտի լինի, թե չէ ես կկորցնեի մեր երեխուն։ Ու իսկ այն ինչ որ հիմա Եվաս մեծացել է, այդ զրկանքի, ցավի, դառնության շնորհիվ է, որ հիմա ինքը այսքան լավն է մեծացել։ Ստոմատոլոգիայում նորարարական մեթոդները շատ են, իսկ իմպլանտումը դրանց առաջին ինտեգրողներից մեկն է Հայաստանում։ Կլինիկայի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանը մեզ կպատմի, թե ինչպես են մեկ օրում նոր ատամնաշար ձևավորում։ Սա գիտեմ, որ մի քիչ անսովոր է հնչում, բայց բժիշկը կմանրամասնի։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ենթադրում ատամնաշար մեկ օրում արտահայտությունը, որը վերջին շրջանում պատել է բոլորիս։ Ատամնաշարը մեկ օրում դա լիովին իրականություն է, քանի որ ներկայումս տեխնոլոգիաները հնարավորություն են մեզ տալիս, օրինակ լրիվ անատամ ծնոտի դեպքում տեղադրել 4 կամ 6 իմպլանտ, հենց նույն օրը հատուկ սկաների միջոցով սկանավորում իրականացնել եւ 3D տպիչի օգնությամբ ստեղծել ժամանակավոր ատամնաշար, որը որ ընդամենը մի քանի ժամից պատրաստ է լինում եւ տեղադրում ենք կլինիկայից պացիենտը գնում է լիարժեք ժպիտով։ 3D տպիչի միջոցով ստեղծվում են ատամներ, որոնք լիարժեք ծառայում են մարդուն։ Այո, մեթոդը մեծ հնարավորություն է տալիս հենց նույն օրը տեղադրել ժամանակավոր ատամնաշար, որը որ կարող է ծառայել պացիենտին մինչև 6 ամիս, 6 ամիս հետո հարկ է լինում նշված ատամնաշարը փոխել հիմնական ատամնաշարի, որը որ արդեն կծառայի մեր պացիենտներին ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք ունենք հնարավորություն նաև տեղադրել հենց միանգամից հիմնական ատամնաշար, որը որ տեղադրվում է մոտարապես 1 շաբաթվա ընթացքում, կերամոկոմպոզիտային ատամներ, որոնք որ 6 ամիս հետո հետագայում կարիք են լինում իրականացնել միայն վերահենքավորում, այսինքն ատամնաշարը չենք փոխում։ Ատամնաշարը հնարավորություն ունի պացիենտ օգտագործել 5-ից 7 տարի։ Իսկ մշտական ատամնաշարը, որը նախատեսված է ավելի երկար օգտագործման համար, արդեն վերահենքավորման կարիք չունի։ Չէ, մշտական ատամնաշարը հենց տեղադրվում է 6 ամիս հետո ու արդեն տեղադրվում է լրիվ առողջացած, լավացած լնդերի վրա։ Ամեն դեպքում պացիենտը կարող է վնասել ատամնաշարը։ Ընդհանուր առմամբ բոլոր դեպքերում բոլոր կոնստրուկցիաներն էլ հնարավորություն կա, որ տրավմայի արդյունքում կարող են կոտրվել կամ ինչ-որ տրավմայի ազդեցության տակ վնասվածքների ենթարկվել, բայց բոլոր տեսակի ատամնաշարերն էլ իրանք վերանորոգման հնարավորություն ունեն կամ օրինակի համար
եթե ատամնաշարը ազդեցությանը ենթարկվել կամ տրավմայի է ենթարկվել, շատ դեպքերում կարիք չի նման ամբողջը փոխել, մենակ տեղային այդ հատվածը հնարավոր է վերականգնել։ Նորարարական մեթոդները իրականում շատ մեծ հնարավորություն են մարդկանց համար եւ process-ը շատ տհաճ չդարձնելու եւ նաեւ երկարատև ծառայող ատամնաշար ունենալու համար։ Միաժամանակ այս մեթոդները շատ թանկ են եւ անհասանելի մեր բնակչության համար։ Ուզում նշել, որ այս մեթոդի նորությունը կարող է նրանում, որ իմպլանտները տեղադրելով մենք իմպլանտներից դրոշմի ստացումը, չափս վերցնել այսպես ասած, նույնպես իրականացնում ենք սկանավորման միջոցով եւ մենք ունենք նոր սարք, որը որ իրականացնում է ֆոտոգրամետրիայի մեթոդով սկանավորում, որը որ հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրիտ իմպլանտների տեղերը տեղորոշել, որի արդյունքում որ մենք կարողանում ենք ատամնաշարը նույնպես մաքսիմալ ճշգրիտ ստեղծել ու ստանալ հենց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ինքը անփոխարինելի է, քանի որ նախկինում նույնպես իրականացվում էին մեթոդներ, որտեղ որ մենք կարողանում ենք ատամնաշարը տեղադրել մի քանի ժամվա ընթացքում, բայց սխալմունքի հավանականությունը կամ տեղադրված ատամնաշարի ոչ ճշգրտությունը շատ մեծ էր։ Իսկ այս մեթոդը հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրտությամբ ստանալ ատամնաշար։ Դավիթ գինն էի հարցրել։ Ասեմ, գինն էլ թանկ չի, այսինքն ընդհանուր առմամբ ինքը չի թանկացնում պրոցեդուրայի արժեքը ու մոտակա ժամանակներս մենք նախատեսում ենք նշված ծառայության վրա բավական գնիչեցում, որպեսզի ծառայությունը հասանելի լինի ավելի մեծ քանակով մարդկանց։ Դավիթ Մաթևոսյանի Instagram-յան Edge նույն իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Անժելա, մենք շատ նուրբ կետերի մասին ենք խոսում։ Ես ուզում եմ մենք այս մասին խոսենք այնպես, որ չհատենք Եվայի անձնական տարածքի սահմանները, միաժամանակ մենք խոսում ենք մի շատ նուրբ կետի մասին, որի միջով անցնում են շատ ծնողներ Միացյալ Նահանգներում ու արդեն նաև Հայաստանում, որովհետև Հայաստանում եւս դպրոցներում սկսում են տարածվել թմրամիջոցներ, ծնողները շատ նուրբ աշխատանք պիտի տանեն, որպեսզի դեռահասության շրջանում երեխաները չընկնեն ազդեցության տակ։ Ես ուզում եմ խոսենք այս պարագայում տեստու այդ հնարավորությունը ուներ, բայց շատ կարևոր է նաև երեխայի հետ երկխոսությունները, երեխային ճիշտ ուղղորդելը։ Դու ինչ ճանապարհ անցար, որովհետև դու խոսում ես շատ նուրբ կետի մասին, որ երեխան կարող է ընկնել թմրանյութերի ազդեցության տարածք։ Բոլոր ծնողներին, որովհետև հիմա հասկանում եմ, սա ակտուալ խնդիր է նաև Հայաստանում, բոլոր ծնողներին խորհուրդ կտամ մի բան. շատ խոսեք ձեր երեխաների հետ, բացատրեք, թե ուր կարող են տանել թմրանյութերը իրենց։ Ու ամենակարևորը, ստեղծեք խաղաղ միջավայր։ Վեճով ոչինչ չի լուծվում։ Շատ խոսեք երեխեքի հետ։ Օրինակ մենք այնտեղ շատ հոմլեսներ ունենք, անտուն թափառականներ, որոնք որ նարկոման են ու հիմնականում նարկոմանիան ուղղորդվում է մտավոր խնդիրներով։ Կողքից կնայես կասես խենթ է, բայց դա դեղի ազդեցությունից կարող է լինել։ Միգուցե դեղը հանես չմնա, միգուցե դեղը հանես մնա մտավոր խնդիրը։ Մենք այնտեղ sense ենք անում, այ երեխաներին որ դուրս ենք տանում, ասում ենք, նայ, եթե դու շարունակես, դու դա անես, դու այստեղ ես վերջացնելու։ Դու այդ ձև երեխուն կարաս վախով պահես։ Հիմա այստեղ թե ինչ ձևով կարող եք որոշակի պարագաներում պետք է երեխային վախ տալ, որ ոչ թե օй անես կծեծեմ, չէ, դա սխալ մոտեցում է։ Ինքը պիտի հասկանա, որ նժարին դրած է այստեղ իր բարեկեցությունը եւ այստեղ եթե դու էս անես, կգնաս դեպի անդունդը։ Շատ պետք է խոսալ երեխաների հետ։ Ահա որ շատ։ Սիրելի հետևորդներ, թմրանյութերը չարիք են եւ դրանք երբեք ոչ մի տարիքում չեն կարող մարդուն լավ տեղ տանել, այնպես որ խուսափեք նման կարգի կախվածություններից ու նաեւ մի մտածեք, որ այ ուրիշները ուժեղ չեն եղել կախվածության մեջ են ընկել, դուք չեք ընկնի։ Ցանկացած մարդ կարող է կախվածության մեջ հայտնվել, այնպես որ ուղակի բացառեք թմրանյութերը ձեր կյանքից եւ եթե ձեր երեխաները ունեն նման խնդիր, իսկապես շատ խոսեք երեխաների հետ։ Կարող եմ ավելացնել, նարկոմանիան նաև ժառանգական հիվանդություն է։ Հավանականությունը, որ եթե ծնողի մոտ եղել է, պապիկի մոտ եղել է, հոր, պապիկ, տատիկ կամ քերի եղբայր, եթե ժառանգական եղել է ազգի մեջ,
առավել եւս խուսափեք, որովհետեւ 3-ից 4 անգամ հավանականությունը մեծ է, որ իրանք կվերջացնեն կախվածության մեջ։ Եվ ի դեպ ժողովուրդ ջան, թմրամոլությունը եւ ալկոհոլիզմը իրանք հավասար բաներ են։ Շաբաթական 2-3 անգամ խմող ալկոհոլ օգտագործող մարդը համարվում է ալկոհոլիկ։ Այնց որ մենակ թմրանյութերը չեն, ալկոհոլը ինքը հենց բաց դուռն է դրա համար։ Ես Աստծուն շնորհակալ եմ, որովհետև իմ կյանքում քանի որ կա եկեղեցի, քանի որ կա Աստծո խոսք, ես ամեն ինչում Աստծուց եմ հարցնում ոնց վարվեմ։ Ու երբ որ Եվայի հետ արդեն պայքարս այնպիսին էր, որ ինքը ըմբոստանում է, ու ես տեսնում եմ, որ իմ խոսքը իր մոտ չի անցնում, ծնողներ շատ աղոթեք ձեր երեխաների համար։ Երբևէ ծնողի աղոթքը չի կարող իզուր անցնել։ Խնդրում եի Տիրոջից, որ իր կյանք գան այն մարդիկ, ովքեր Աստծուց են, որովհետև քո շրջապատի մարդիկ կարող են քեզ տանել կամ կործանման, կամ օրհնության, որովհետև շատ կարևոր է, թե ովքեր են քո շրջապատում ու ուր են քեզ առաջնորդում։ Հետո մի հատ պերիոդ եկա, որ Եվան այդ հասունացման շրջանում Աստծո մասին լսել չէր ուզում, եկեղեցի գնալ չէր ուզում, ըմբոստություններ ամեն ինչի հանդեպ, որը որ նորմալ է հասունացման շրջանում։ Բայց թե ծնողը, եթե դու անընդհատ բզես երեխուն, անընդհատ հակառակ ես, անընդհատ ստիպես, անընդհատ որոշակի բաներ ես թողնում եի, ինչը որ տեսնում եի, որ իր կյանքին վտանգ չի, փորձում էի հանգիստ թողնել այդտեղ։ Բախումներից խուսափում էի շատ հաճախ, որ երեխուս չկորցնեմ։ Փորձում էի ընկեր լինել։ Բոլորը ինձ ասում էին, ինչի ես թողնում, որ մազերը ներկի։ Այդ իմ պերիոդն է երեխեքի, այդ 12-ից մինչև 17 տարեկանը, որ երեխեքի էքսպերիմենտալ ժամանակն է։ Իրանք փորձում են որպես անհատ ձևավորվեն, իրենց գտնեն, իրանց ճաշակն է ձևավորվում, իրանց ամեն ինչն է, իրանց ներաշխարհն է ձևավորվում։ Ես փորձել եմ սենց անեմ, ոնց են փոքր երեխաները, դանակը, մկրատը, սենց սուր կտրող բաները իրանից հեռացնում էի, այն ինչը որ կարար իրան վտանգ լիներ։ Բայց այն ինչը որ այդքան էլ էական բան չի։ Մազերը կարմիր կլինի, վարդագույն կլինի, բլոնդ կլինի, կամ կապույտ կլինի, հոգս չէր, թողանի։ Ես իրան ասում եի, օքեյ, արի առևտուր էինք իրար հետ անում։ Այս մի բանը վատ է, այս չեմ թողելու անես, բայց դրան կկոմպենսացնեմ սրանում, որտեվ սա ուզում ես անես։ Ես իր հագուստին չէի կպնում, այդ этаպում իր վրա յուբկա չմտավ։ Ինքը կանացի ոչ մի բան չէր ուզում տեսնել։ Ինքը հագնում էր մեծ չափսերով մայկաներ, տղամարդու սառոճկաներ, ինչ որ կարգո շալվարներ, այդ իր կեդերով ու նստում էր գետնին, ոնց որ ամերիկյան բոլոր երեխաները, բայց որ ինքը եկավ Հայաստան, ինքը դրանով խնդրեմ ունեցավ։ Այստեղ իրան ծաղրեցին, բուլինգի արդյունք ունեցավ, այն դպրոցում, որտեղ որ ինքը մեծացել էր դպրոցը հիասքանչեր։ Այդ երեխեքը իր հետ առաջի դասարանից եկել էին, բայց այդ этаպում ինքը բուլինգի արժանացավ, որովհետև ինքը ուրիշ էր։ Ինքը ոչ ամերիկացի էր, ոչ էլ հայաստանցի էր ու հայ էր։ Ինքը մնացել էր ինչ որ մի հատ մեջտեղում մի կետում, որտեղ որ ինքն էլ չէր հասկանում ինքը ինչ է։ Ու այն աղջիկները, որոնք յուբկաներով գալիս են դպրոց, վարդագույն աղջիկներ, ինքն էլ էր այտենց վարդագույն, բայց այդ этаպում ինքը հագնում էր իր պապայի շորերը։ Իր պապայի սվիտրով էր, իր պապայի սառոճկաներով էր, իրան այդ էր դուր գալիս։ Հիմա դա տրենդ է, մոդա է, բայց այդ этаպում Եվան երբ որ ու ես ամեն օր մեր տանը պայքար էր այն ժամանակ, որ ուզում էի ինքը աղջկական բաներ, որտեղ վախել ունեի, մանավանդ Ամերիկայում քեզ անընդհատ դպրոցում հրամցնում են, դու կարիք չունես աղջիկ լինելու, եթե դու որոշել ես տղա լինելու, եղիր տղա։ Իմ մոտ էլ որպես ծնող վախ էր, որ հանկարծ երեխես սխալ ուղղությամբ չգնա։ Իսկ դա ահավոր մեծ խնդրեմ է հիմա, որովհետև դա սկսում է էլեմենտարի դպրոցից հիմա։ Ամենատարական դասարաններում երեխաների ուղեղը լվանում են, սեքշուալ դաստիարակություն անվանելով երեխաներին լվանում են ուղակի։ Իր դասարանում կար երեխա, որը տրավմա էր տարել, իր եղբայրը ավտովթարից մահացել էր, այդ երեխան որոշել էր, որ ինքը իր աղբերն է։ Ու իր ծնողը իր սուքի մեջ այնքան տարապում էր սուքի մեջ, որ ինքը չէր նկատում, որ իր աղջիկ երեխեն տրավմայի արդյունքում սխալ բանի մեջ է մտնում։ Ու ինքը դպրոցում իրան երեխան որ գալի ասում է, ես այսօրվանից Ջոնն եմ, ոչ թե Եվան եմ, ասենք, իրան բոլորը Ջոն են ասում, նաև դասատուները, որովհետև ինքը տենց է որոշել, բոլորը հարգում են իրան։ Այս խնդիրները դուք դեռ չունեք, ակտուալ չի, բայց ցավում եմ, որտեղ տեսնում եմ այդ ուղղությամբ են գնում դպրոցները, որը որ սխալ է։
Այդ տարիքի երեխեքը մենակ սպորտի մասին պիտի մտածեն ու կրթության մասին պիտի մտածեն։ Երեխուն այնքան պիտի զբաղացնես, որ երեխան ընդհանրապես հիմարությունների վրա ժամանակ չծախսի։ Հիմա ես այդ этаպում քանի որ լիքը վտանգավոր բաներ կար ու քիչ վտանգավորը եւ շատ վտանգավորի մեջ ընտրություն պիտի անեի, ես Աստծո իմաստությունն էի խնդրում, որ ճիշտ վարվեմ, որ երեխուս չկորցնեմ։ Ու այդ этаպում թողեցի մազերը ինչ գույն ասես ներկեց, թութակի նման էր ինքը մանգալի։ Մազերը կտրեց, հագնվեց ինձ ոնց որ ուզեց։ Ներողություն, քո աղջիկը որ այս պիտակները լսի չի սրտնախելու, թե սովոր է սառում։ Դու անընդհատ խոսում ես, ես հազար ներողություն որ ընդհատում եմ։ Մի կողմից ես մտածում եմ, որ մենք խոսում ենք կարևոր թեմաների մասին, որոնք որ կարող են օգտակար լինել այլ մարդկանց, մյուս կողմից ես հասկանում եմ, որ Եվան չի ընտրել իմ դիմաց նստելը, դա քո ընտրությունն է։ Համաձայն եմ, որովհետև ես էլի ինտերվյուներ ունեցել եմ, հետո իրան հարցրել եմ, օրինակ sense բանի մասին եմ խոսացել, կուզես ես թողենք, թե քեզ ընդհանրապես հանեմ, ասել է հանի, խնդրել եմ, որ հանել են իր մասին խոսացածը։ Հիմա եթե սա ինչ որ մեկին օգուտ կտա Ամալիա ջան, կփորձեմ իր հետ եզրեր գտնել, որովհետև ինքն էլ է երեխաների մասին շատ մտածում։ Հիմա հոգեբանա սովորում, բակալավրի աստիճանը կստանա հոգեբան, հետո ուրիշ ուղղությամբ է գնալու։ Ինքը ընտրել է դա, որովհետև ինքը ուզում էր փոքր երեխաների հետ աշխատել։ Իր համար երեխաների թեման շատ կարևոր է, որովհետև մենք հիմա երկուսս էլ նարկոմանների հետ ենք աշխատում, ինքը իմ հետ է աշխատում։ Program director-ի գործը բիզնեսի մեջ մենք կիսում ենք, որը որ դոկումենտացիան է Եվան անում, որը որ դրսի աշխատանքն է, մարդկանց հետ աշխատանքն է, ես եմ անում։ Ինքն էլ է այդ ամեն ինչի մեջ, ինքն էլ է տեսնում տրավմաները ու ինքը հասկանում է հստակ, որ ամեն ինչ գալիս է մանկական տարիներից, թե երեխաները ինչի հետ են առերեսվում։ Ու կարծում եմ, որ այստեղ կարող եմ իրան համոզել, որ սա մնա, որովհետև սա ակտուալ խնդիր է, եթե ծնողը ճիշտ չուղղորդվի ու ճիշտ չառաջնորդվի, շատ հեշտ կարող է երեխային կորցնել ու երեխային կարող են դաստիարակել այս բարագայում արդեն օտարները, իր հասակակիցները եւ միգուցե մարդիկ, որոնք հեղինակություն կլինեն, բայց երեխայի համար, բայց իրանք իրականում լավը չեն լինի երեխայի կյանքում ու սխալ ուղղությամբ կտանեն։ Միգուցե պետքա որ մնա, որ որոշակի մարդիկ հասկանան ոնց վարվեն, եթե իրանք այդ նույն խնդրի միջով են անցնում։ Softcare ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է Apilus էլեկտրոէպիլյացիայի սարքավորումը, որի ուսուցումը իրենք իրականացնում են անվճար սարքը ձեռք բերող մարդկանց համար, ինչպես նաև իրենց իսկ փորձով վստահեցնում են, որ հաճախորդների բազան շատ մեծ է։ Softcare ընկերության հիմնադիր տնօրեն Վահագ Գրաշը մեզ կպատմի, թե ինչպես են այս սխեման իրականացնում։ Apilus-ի ուսուցումը իրականացնում է Կանադայի կողմից լիցենզավորված մեր մասնագետը Միլենա Սարգսյանը, Հայաստանում այս պահին միակ տրեներն է, ով կարող է այդ ուսուցումը իրականացնել։ Մենք գիտենք, որ Apilus-ը շատ եկամտաբեր բիզնես է։ Եկամտաբեր բիզնես է, ինչի համար, որտեղ օգտվողները շատ են, պահանջարկը մեծ է, ինքը հնարավորություն է տալիս գումար աշխատել շատ մեծ ներդրում չկատարելով։ Եթե հաշվենք, որ Հայաստանում ֆիքսված ժամը 1 ժամը 10,000 դրամ է Apilus-ի համար, նորմալ աշխատանքային process-ում կարող է 5-ից 6 ժամ մասնագետը աշխատել։ Եթե հարկեր ամեն ինչ հանում ենք, ծախսերը հանում ենք, մոտավորապես 30-ից 35,000, 40,000 դրամ կարելի է աշխատել օրվա ընթացքում։ Չնայած մասնագետներ ունենք, որ 10, 12, 14 ժամ նույնիսկ աշխատում են։ Եթե մարդիկ օրինակ վերավաճառողից գնել են սարքը, կարող են գալ եւ վճարովի դասընթաց անցնել, թե Apilus-ի վճարովի դասընթաց չունեք։ Ունենք նաեւ վճարովի դասընթաց, հաճախորդները, ովքեր մեզ մոտից են գնել, ուզում են երկրորդ մասնագետ ունենալ իրենց մոտ, բավական մեծ զեղչով մենք իրականացնում ենք այդ ուսուցումը։ Նույն դեպքում, եթե սարքը վերավաճառել են, էլի ուզում են մասնագետ պատրաստել, էլի զեղչով իրականացնում ենք, իսկ մարդիկ, ովքեր ուղղակի ուզում են ուսուցում անցնել, շատ ունենք այդպիսին, ուսուցում անցնում են, հետո գնում ուրիշ կենտրոնում աշխատում են։ Միլենա Սարգսյանը Apilus սարքավորման միակ պաշտոնական տրեներն է Հայաստանում։ Ինչ նրբություններ ունի Apilus-ի սարքավորումը եւ ուսուցումը։ Էլեկտրոէպիլյացիան արդեն 140 տարվա պատմություն ունի, այդքանով իսկ անվտանգ է, սակայն Apilus սարքերը
ունեն որոշակի նրբություն աշխատանքային, կան մասնագետներ, ովքեր 20 տարի, 30 տարի նույնիսկ ոլորտում են եւ զանգահարում են, ասում են, իսկ ինչու մենք պետք է գանք ուսուցման։ Սակայն շատ նրբություններ կան, պատկերացրեք դիպուկահարի ճշգրտություն է պետք ապիլուս սարքերով աշխատելիս, քանի որ հոսանքը դուրս է գալիս միայն ասեղի ծայրից եւ եթե կես միլիմետր անգամ վերև ներքև մազը ուղղակի չի այրվի եւ կպոկվի։ Այս դեպքում հաճախորդին վնաս հասցնելու հնարավորություն կա, թե հաճախորդը անվտանգ է, պարզապես կարող է ունենալ արդյունավետ կամ անարդյունավետ այց։ Տեսեք, պրոցեդուրան կատարվում է հենց ֆոլիկուլի մեջ, դա մազի պարկն է, եւ վտանգը կարող է լինել այնքանով, եթե մասնագետը ուղղակի ասեղի խորությունը ճիշտ չընտրի, ավելի մակերեսորեն այրումը կատարի եւ վնասի մաշկը։ Իսկ մյուս տեսակետից զուտ մազը չի այրվի եւ կունենանք անարդյունավետ պրոցեդուրա։ Ինչ երաշխիք կա, որ մասնագետը դասընթացը անցնելուց հետո միևնույն է պրոցեդուրան սխալ չի իրականացնի։ Դասընթացները իրականացվում են իմ շատ բարձր վերահսկողության ներքո։ Ամեն դեպքում մի փոքր դժվար է պատկերացնել, որ որևէ ոլորտում մասնագետը կարող է աճեցնել իր համար մրցակիցների։ Կան ամեն դեպքում գաղտնիքներ, որոնք ձեզ եք պահում։ Երբ մենք դեռ չէինք ձեռք բերել ապիլուսի պաշտոնական ներկայացուցչությունը եւ բանակցությունների մեջ էինք, ես Dectro International-ի հիմնադիրին ասացի, որ հենց ես եմ ուզում դասընթացները անցկացնեմ, քանի որ դա պետք է անի այնպիսի մարդ, ով շահագրգռված լինի սարքի համբավի համար։ Տեսեք, եթե միայն իմ կենտրոնը լավ աշխատի եւ մնացած կենտրոնները, ովքեր աշխատում են ապիլուսով, վատ աշխատեն, դա միանշանակ կազդի ընդհանուր ապիլուսի համբավի վրա, կտուժի համ իմ կենտրոնի աշխատանքը, համ առհասարակ ապիլուսի անունը, մրցակցությունից ապիլուսը դուրս կմնա եւ այդ բոլոր ջանքերը, որ մենք այսքան տարիներ գործադրել ենք, ապարդյուն կլինի։ Դե իհարկե ես ինքս անցա Dectro International-ում վերապատրաստում, անկեղծորեն ես ոչ մի գաղտնիք չունեմ իմ աշակերտներից եւ վստահաբար կարող եմ ասել, որ ապիլուսի հենց հաջողության գաղտնիքը դրանում է կայանում։ Լինում են դեպքեր, երբ օրինակ որևէ աշակերտի հետ ավելի երկար եք աշխատում, որովհետև հասկանում եք, որ ինքը դեռ պատրաստ չէ հաճախորդ ընդունելու։ Այո, եղել են նման դեպքեր, անգամ եղել են, երբ մասնագետը արդեն պատրաստ սկսել է աշխատանքը, ինչ որ հարցեր են իր մոտ առաջացել, զանգահարել է ինձ, բնականաբար մենք միասին այդ հարցը վերանայել ենք, ես կապը պահում եմ իմ բոլոր աշակերտների հետ եւ դա նշանակություն չունի, թե քանի տարի առաջ են իրենք եկել եւ դասընթացը անցել։ Վահագը պատմում էր սարքի եկամտաբերության մասին, դուք եւս սկսել եք մեկ սարքավորումից եւ հիմա արդեն ունեք ձեր մեծ կենտրոնը։ Ձեզ համար եւս ըստ էության սա դարձել է հաջողակ բիզնես գաղափար։ Շատ մեծ հաջողություն բերեց նախ ինձ ապիլուսը, երբ սկսեցի աշխատել, չէի կարող պատկերացնել, որ մի քանի տարի հետո ես կունենամ իմ կենտրոնը, կունենամ աշխատակիցներ, ավելին ասեմ, մրցակցության այնքան հանգիստ կնայեմ, որ ինքս մեծ ողջավորությամբ կնպաստեմ, որ ապիլուսը Հայաստանում տարածվի, երբ հաճախորդները զանգահարում են եւ ասում են, որ դուք ժամ չունեք, ուրիշ որ կենտրոն կարող ենք գնալ եւ ես հանգիստ կարողանում եմ խորհուրդ տալ այլ կենտրոններ, որտեղ որ իմ աշակերտները աշխատում են, դա արդեն մեծ ձեռքբերում է բոլորիս համար, այսինքն բոլոր այն կենտրոնների համար, ովքեր աշխատում են ապիլուս սարքերով։ Softcare ընկերության Instagram-յան էջի հղումը կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Սկսեք ձեր բիզնեսը զրոյից եւ անցեք ձեր հաղթական ճանապարհը։ Մենք շատ նուրբ կետի մասն ենք, հա, խոսում երեխաների հետ հարաբերության հաստատումը ու քո դեպքում եւս շատ բարդ կետեր կային, որոնք պիտի հաղթահարեիր աղջկադ հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Իհարկե, քո աղջիկը շատ ավելի փոքր էր, երբ դու հայտնվեցիր սկանդալի կենտրոնում ու բոլոր կողմերից հասարակական հալածանքի արժանացար, դրան հաջորդեց քո Միացյալ Նահանգներ մեկնելը, բայց նման իրավիճակներում միշտ մտածում ես եւ մարդու մասին եւ ինչպես է այդ պատմությունը անդրադառնալու հետագայում այդ երեխայի վրա։ Քեզ հետ կապված այդ պատմությունը քո երեխայի վրա ինչպես անդրադարձավ ու քո եւ երեխայի հարաբերությունների վրա ինչպես անդրադարձավ։ Իմ ու Եվայի հարաբերությունների վրա դա ոչ մի կերպ չի անդրադարձել։
Եվայի վրա ավելի շատ անդրադարձավ, ավելի տրավմատիկ էր բաժանությունը մինչև սկանդալը։ Մենք իրան հոգեբանով ենք անցկացրել այդ period, երբ որ մենք բաժանվում էինք, որովհետև ինքը որպես բուջուր բալիկ 5 տարեկան չէր կարողանում ընկալել մամայի առանձին եւ պապայի առանձին ապրելը։ Այդ period-ում մենք անպայման հոգեբանով ենք անցել, որովհետև երեխան կարող է ներվային լինել, բայց ինքը չի կարող քեզ բացատրել, թե ինչի է ինքը ներվային, ինչի է ինքը ըմբոստանում, ինչի է ինքը ցավով կամ մի բանը հակառակում է, բայց խնդրեմը դա չի, ախր դու հասկանում ես, որ դա սուբլիմացվում է ինչ որ տեղից։ Ինքը նկարում էր նկարների միջոցով, խաղի միջոցով հոգեբանը բերեց հասցրեց այնտեղ, որ երեխան համակերպվի այդ մտքի հետ, որ ծնողները բաժանված են։ Այդ этаպը գրագետ ենք վարվել ու մասնակետով ենք անցել։ Ես եւ այն ահավոր շատ զբաղացրել եմ։ Ինքը դպրոց գնաց 6 տարեկանում իդեպ այս հնարավորությունը ու ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնեմ Մարիա Խախամյանին։ Եվս ավարտել է Փոքրիկ Իշխան դպրոցը Հայաստանում։ Ավելի շուտ ոչ թե ավարտել, այլ այդ դպրոցն է հաճախել եւ այստեղ եւ երբ որ Ամերիկայից հետա եկել նույն դպրոցն է գնացել ու արտակարգ լավ դպրոց։ Ես այդ этаպում հիշում եմ, որ ես Մարիայից չեմ լսել։ Ես լսել եմ ուրիշ անձանցից, ովքեր մտերիմ էին Մարիայի հետ, բայց ուզում եմ հասարակությունը հասկանաս ինչքան դաժան կարող է լինել երեխայի հանդեպ։ Եվան 5.5 տարեկան էր, սկանդալը եղավ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, ու Եվան դպրոց պետք է գնա սեպտեմբերին։ 6 տարեկան դառավ հունվարին։ Քանի որ սկանդալը եղավ, ես հրաժարվեցի իրան դպրոց տանելուց։ Մի տարի ես իրան զբաղացրեցի պարով, երգով, գիտարով, ինքը մինչև դպրոց գնալը ունեցել է բավականին զբաղված գրաֆիկ։ Այսինքն ինքը ունեցել է իր կյանքը, իր մանկական պուպուշ աշխարհը, որտեղ ինքը պարում էր, երգում էր, նվագում էր, սպորտի էր գնում ու լիքը լավ զբաղմունքներ ուներ։ Եվ երբ որ եկավ դպրոց ընդունվելու, ես երկար փնտրեցի, թե որտեղ տանեմ երեխայիս ու ինձ ինչի չփորձեցի հանրակրթական սովորական դպրոց, որովհետև դասարանում ինչ 30 հոգու հետ ունենաս գործ եւ ինչ 13-ից 15 հոգու հետ ունենաս գործ, վախս շատ էր, որ երեխեն կտուժի դրանից։ Դրա համար շատ մանեկ է ու լինում է չէ որ մարդկանց հետ շփվում ես ու կոմֆորտի զգացողություն եթե ունեմ ես, հասկանում ես որ այստեղ կարող եմ վստահել։ Կներեք, գովազդաստացվում, բայց չեմ կարող լռել սրա մասին։ Ուրիշ տեղից լսում եմ, որ երբ որ մենք սեպտեմբերի 1-ին դպրոց ենք գնում ու տեսնում եմ, որ իմ երեխան այդ դասարանում է, երկու ծնող դասարանից ասում են իմ երեխան իր երեխու հետ չի սովորելու։ Ու պահանջում եմ, որ իմ երեխային հեռացնեն դպրոցից։ Մարիան Խախամյան ընտրություն անում եւ ասում է, ով ուզում է թող գնա, իր երեխան պիտի սովորի այստեղ։ Ես տարիներ շարունակ, ես Մարիան չգիտի, որ ես սրա մասին գիտեմ։ Ես ուղղակի ուզում եմ իրան շնորհակալություն հայտնեմ, որ այդ этаպում ինքը այն մարդկանցից մեկն էր, որ ինձ աջակցեց ու օգնեց երեխու հետ կապված։ Դասարանում հավաքված էին հրաշալի ծնողական խումբ 15-ից 16 հոգի են եղել դասարանում, կրթված միջին խավի շատ լավ ժողովուրդ։ Երբևէ երեխուս երեսով չեն տվել դա, երբևէ իրանց տներում չի խոսացվել դա, երբևէ իմ երեխեն տրավմա չի տարել դպրոցում կատարվածի հետ կապված։ Այդ խոսում է մարդկանց գրագիտությունից, թե տանը ինչ են խոսում եւ երեխան ինչ է լսում։ Իսկ երեխաները դաժան են, իրանք վիճելուց կարող են շփացնել երեսին։ Ես այդ խնդիրը չեմ ունեցել։ Մինչև Ամերիկա գնալը մոտավորապես 5 տարի Եվան այստեղ սովորել է։ 5 տարվա մեջ ինքը խաղաղ մանկություն է ունեցել։ Ես էլ եւ իր հայրն էլ ամեն ինչ արել ենք, որ եւ այն ընտանիքում եւ այս ընտանիքում նախ չխոսացվի, իրար չփնովվի, ով է մեղավոր, ով չի մեղավոր, ոչ մի բացասական խոսք այս կողմից այն կողմի մասին, այն կողմից այս կողմ։ Մենք շատ գրագետ որոշում կայացրեցինք, իրան տվեցինք լավագույն մանկությունը, ու ինքը երբևէ դրա ազդեցությունը չի կրել, որպես այդպեսին։ Ինքը տենց տրավմա չունի։ Տրավման կարա լինի բաժանությունից, որը արդեն անգիտակցական մակարդակ է, որտեղ իր այն տարիքն է, որ ինքը չի հիշում հիմա։ Անժելա, դու այն ժամանակ հավանաբար
չէր պատկերացնում, որ տարիներ անց այդ պատմությունը կհաղթահարես, այսպես ասենք, հա, որովհետև դες դու նշում ես, որ այդ տարի պիտի երեխան դպրոց գնար, չգնաց։ Քեզ համար դա ինչ էր նշանակում։ Օ, ես շատ դաժան բանով եմ անցել։ Ես ահավոր դաժան բանով եմ անցել։ Բայց լավ խոսք ասում եմ, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Ես հիմա մեկ-մեկ ծաղրելով, հումոր անելով, այսպեսի արտահայտություն եմ անում։ Ես ոչ չեմ, ես դրակոն եմ, իմ կաշին շատ հաստ է։ Ինձ չեք կարող խոցել։ Որովհետև ես անցել եմ մի հատ էտապ, ես շատ եմ մտածում։ Երկար տարիներ, մինչև վերջին 5 տարին։ Ես այդ հարցը ունեցել եմ, ինչի թույլ տվեցիր, պապ ջան։ Ինչի իմ մոտ աղոթքները անընդհատ հարցի տեսքով էին։ Ինչի, ու չէի հասկանում ինչի, որովհետև լիքը մարդիկ շատ ավելի վատ բաներ են անում։ Մարդ են սպանում, մարդիկ են սպանում, շատ ավելի դաժան բաներով են անցնում ու մարսում են։ Թալանում են, կործանում են, ինչ ասես անում են ու մարսում են։ Ինչի թույլ տվեցիր, ինչի ես պիտի անցնեի սրանով։ Իմ մոտ շատ ա եղել այդ հարցադրումը։ Բայց երբ որ եկավ այն պահը, երբ որ ես մտա այս կրթության մեջ, երբ որ ես սկսեցի աշխատել տրավմիրованный մարդկանց հետ, իմ գրուպ թերապիաների ժամանակ կամ անհատական թերապիաների ժամանակ, ես երբևէ նարկոմանից, ես երբևէ ոչ ալկոհոլիկ եմ եղել, ոչ նարկոման։ Ես շատ ուժեղ մարդ եմ ներսով, ցանկացած բան, ինչ ինձ կարա կախվածության մեջ գցի, ես կարողանում եմ հեշտությամբ իրան ոչ ասել, որովհետև ես ուժեղ ինքնա կառավարում ունեմ։ Երբ որ սկսեցի աշխատել այս մարդկանց հետ, միշտ այդ տենդենսը կա իրանց մեջ, որ ասում են դու նարկոման ես, քեզ հարցնում են։ Դու բժշկված նարկոման ես, դու հասկանում ես ես ինչով եմ անցնում, կապ չունի քո կրթությունը։ Ու միշտ այդ ոլորտում աշխատում են բժշկված նարկոմաններ կամ ալկոհոլիկներ։ Թե քանսելերները, թե պահվածքային տեխնիշենները, իրանք այդպես են կոչվում, մասնագիտությունը դա, ովքեր որ աշխատում են նարկոմանների հետ ռիհաբներում։ Իրանք բոլորը բժշկված նարկոմաններ են։ Ես չեմ եղել։ Ու ես երբևէ չեմ լսել իրանցից, որ ասեն դու ինձ չես հասկանում, դու իմ կոշիկների մեջ չես եղել։ Երբևէ չեմ լսել, որովհետև նարկոմանիան տրավմայի մասին է։ Իսկ ես տրավմա այսքան չէ, այնքան որ մի քիչ մի հոգու համար շատ է, որովհետև երբ որ մարդը գալիս է ինձ պատմում է, թե ոնց են իրան հալածել իր ընտանիքում, ինքը ինչ տրավմա է ունեցել ծնողներից կամ մի պուճուր հասարակության մի խումբ իրան նեղել է, ես ասում եմ, ժողովուրդ, ես 6 միլիոն մարդու կողմից եմ տրավմա ունեցել։ Abuse-ը իմ մոտ եղել է 6 միլիոն մարդու կողմից։ Ես հասարակության մեջ չի կարողանում, ես ուղղակի մազերս կտրեցի, բաց ներկեցի, որ ինձ հասարակության մեջ չճանաչեն, որովհետև մեր հասարակությունն էլ պատրաստ չէր հոգեբանորեն նմանատիպ բանի, իրանք կարող էին այսպես մատով քեզ ցույց տային փողոցում։ Ու ոչ միտեղ չէի կարողանում, ոչ առևտուր էի կարողանում անել, ոչ որպեսզի կենցաղավարություն սովորական կարողանայի անել, ես ստիպված բաներ արեցի, որ կարողանամ պահեմ երախուս։ Դա իսկապես հայկական իրականության մեջ ես որքանով հիշում եմ առաջին եւ ամենամեծ նմանատիպ սկանդալներ, առհասարակ ես ցանկացած պարագայում աշխատում եմ իմ դիմացի մարդուն չդատել ու մարդու համար դատավոր չլինել ու երևի թե հենց այդ է պատճառը, որ մարդիկ հիմնականում այստեղ բացվում են գուցե ավելին, քան իրենք նախատեսել էին ու այս պարագայում էլ ես ինչ որ բնութագրում չեմ տալիս սխալ, ճիշտ եւ այլն, բայց հետաքրքիր է, երբ դու ինքդ հետ հայաց նայում ես, ինչ որ բաներ կան քո կյանքում, որ համարում ես, որ առհասարակ դու ինքդ քեզ դատում ես։ Ես ունեի դա, հիմա չունեմ։ Վերջին 5 տարում ես հոգևոր մի հատ լուրջ կրթություն անցա այդ պերիոդում ու այդ պերիոդում նաև կրթություն ստացա քոլեջում հոգեբանի կրթություն, որը նաև անգլերեն բառերն է գալիս, փորձում եմ հայերեն թարգմանեմ, որովհետև դա ես անգլերեն եմ սովորել։ Երբ որ ես համ ընտանեկան բռնության զոհերի հետ էի աշխատում, դրանք ամբողջը մի ժամանակաշրջան է եղել 2020 19-ից սկսել
որը որ ընտանեկան բռնությունն էր առաջինը 21-ից արդեն սկսել է 21-ից չէ 20-ից որ COVID-ը սկսեց ես քոլեջում էի արդեն սովորում էի հոգեբանության մասնագիտությունը ու այդ этаպում նաև իմ հոգևոր կրթությունը սկսվեց այն եկեղեցում որտեղ որ ես հաճախում եմ Շատ ներողություն եմ խնդրում ես քեզ հետ խոսում եմ ամեն ինչի մասին բայց ես քեզ հետ չեմ խոսելու եկեղեցու մասին ինչու որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր հավատի ազատությունը բայց ես շատ կարևորում եմ մեր իրականության մեջ հայ առաքելական եկեղեցու դերը ու դրա համար ես չեմ ուզի որպեսզի իմ հաղորդման ժամանակ որևէ այլ կրոնական կազմակերպության անուն հնչի եւ որևէ այլ կրոնական կազմակերպության քարոզ լինի դրա համար ես հարգում եմ քո տարածքը եւ քո ազատությունը եւ խնդրում եմ որպեսզի դու հարգես իմ տարածքը եւ իմ ազատությունը եւ իմ մոտեցումը հայ առաքելական եկեղեցու հանդեպ Okay, հասկանում եմ մինչեւ հասկանալը եւ հայտնություն ունենալը ինքնադատողության մասին ես ինքս ունեի ինքնադատելը բայց երբ որ դու հասկանում ես որ սա ինձ աստվածաշունչից է տրվել ուղղակի լավ հայտնություն եմ ունեցել միգուցե ինչ որ մեկին կօգնի Աստծո խոսքը ասում է մի դատիր ոչ մեկին ու մարդն էլ Աստծո պատկերով եւ նմանությամբ է չէ ստեղծված ծննդոց 1:26 Հիմա եթե դու դատում ես ուրիշին եւ եթե դու դատում ես սեփական անձդ այդ դու դրանով Աստծուն ասում ես որ դու ով ես որ ինձ ինչ որ բան ասես դա մեծամտության նշան է երբ որ դու դատում ես իր ստեղծագործությունը կապ չունի դա դու ես թե ուրիշն է իմ մոտ շատ լավ հայտնություն եղավ իմ կյանքում ինքը որ sense հեղաշրջում էր իմ անձնական դաշտում, որ ես հասկացա, ես իրավունք չունեմ ոչ ուրիշին դատելու, ոչ ինձ դատելու, որովհետև բոլորս իր ստեղծագործությունն ենք, իսկ իր ստեղծագործությունը ինքը ընդունել է, դու ով ես որ դատես։ Այս բոլորը ամբողջական ինձ բերեցին մի հատ հոգևոր այնպիսի դաշտ, ես չունեմ ցածր ինքնագնահատական, հիմա առաջ ունեի ու շատ ցավոտ էր։ Ես չունեմ հիմա թերարժեքության զգացողություն, որը էլի բերում է սխալ տեղ, որը բերում է քեզ նաև անգլերեն ասում են people pleaser, որը որ մարդկանց փորձում է հաճոյանալ իր անձի դեմ սխալ վարվելով։ Ես այս 3-4 խնդիրը եւ անցյալի հետ համահունչ լինելը, դու անցյալը չես կարող փոխել։ Անցել ես դա։ Այն ժամանակ հարցեր ինչի։ Հիմա երբ որ ես աշխատում եմ տրավմայի ենթարկված մարդկանց հետ ու ես երբևէ իրանցից չեմ լսում դու նարկոման չես եղել դու ինձ չես կարող օգնել այլ դու հասկանում ես ինքը ինչով է անցել իսկ իմ պացիենտները իրանք շատ ավելի դաժան բանով են անցել քան ես եմ անցել դրանք երեխաներ են 5-6 տարեկանում բռնաբարված ծնողի կողմից բռնաբարված Եվ շատ ահավոր դաժան ծեծի եւ խոշտանգումների ենթարկված, որ արդեն 13 տարեկան, 12 տարեկան, 10 տարեկան նարկոտիկները այնքան շատ են եղել իրանց միջավայրում, մեծ մասինը ծնողներն են եղել, դու որ համեմատում ես քո հետ, ասում ես ես ինչով եմ անցել, որ բայց պլյուս այդ ամեն ինչին, երբ որ դու հասկանում ես, եթե դու դա չանցնեիր, դու ես մարդուն չէիր կարալու օգնեիր Ես առաջ եթե հարց ունեի ինչու, հիմա ես հասկանում եմ ինչու, որովհետև ես նույն մարդը չեմ։ Ես հիմա չունեմ մարդկանց դատել բացարձակ։ Իսկ մեր հասարակության մեջ մենք բոլորս ենք մեծանում այդպես, ինչ որ գիտակցական տարիքում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ դա չի կարելի, ինչպես նաև դու դա նշեցիր, կան մարդիկ, որ այդպես էլ այդ գիտակցության չեն հասնում, առանց հասկանալու, որ կա տարբերություն, ու այդ տարբերությունը պետք է հանդուրժել ընդունել ու ոչ թե դատել։ Ես էլ նայ, որպեսզի մարդիկ սխալ չհասկանան ու չընկալեն, ես շատ երևույթներ չեմ ընդունում, ես շատ կոնսերվատիվ մարդ եմ։ Ես չեմ ընդունում շատ բաներ հասարակության մեջ, որպես նորմ, եթե առաջ դա հոգեբանական խանգարում էր, այսօր դա համարվում է նորմա, համասեռամոլության մասին է խոսքը։ Մեր գրականությունը, որը որ ես սովորել եմ, DSM են ասում, դա օրենքն է հոգեբանության, որը որ Ամերիկայում օգտագործվում է, DSM 5,
Եթե առաջ DSM-ը ասում էր, որ համասեռամոլությունը հոգեբանական խանգարում է, psychological disorder է, հիմա ինքը ասում է, որ դա նորմա է, մարդու ընտրություն է։ Ու եկել են հասել են այնտեղ, որ հիմա ուզում են նաև ընտրություն սարքեն ու արդարացնեն պեդոֆիլիան։ Դու հասկանում ես, չէ՞, մենք հասարակության ինչքան ահավոր վատ տեղ ենք գնում։ Հիմա նայ, ես լինելով կոնսերվատիվ մարդ, անցնելով շատ ցավոտ թեմաներ ու մեծանալով հասարակության մեջ, որտեղ որ նորմերը այնպիսին են, որ բոլորս ենք դատող բանով գալիս, այդ նորմա է մեր հասարակության մեջ։ Ես հասել եմ մի հատ տեղ արդեն, որ ցանկացած պարագայում, ինչքան էլ կոնսերվատիվ եմ, դու չգիտես այդ մարդ մանավանդ, որ երբ որ ես աշխատում եմ նմանատիպ մարդկանց հետ ու նարկոմանների մեջ շատ են համասեռամոլներ, ես չեմ դատում, որովհետև իր ընտրությունը չի եղել, երբ որ ինքը այդտեղ հասել է, շատերի դեպքում։ Փոքր տարիքում բռնաբարության արդյունք, դեղորայք, լիքը հանգամանքներ կա այնտեղ, լիքը տրավմաների վրա։ Մարդը հենց այնպես չի ընտրում որոշակի բաներ։ Ես չեմ արդարացնում հիմա քավլիցի թող մարդիկ սխալ չեն, որպես մասնագետ, երբ որ աշխատում ես հետը, բացարձակ դատել չի կարելի։ Պետք է ընդունել եւ օգնել, որ ցավը հաղթահարի։ Այդքան բան։ Անժելա, մենք այս կետին եկանք հասանք նաև երեխայի վրա այս ամեն ինչի ազդեցության հարցից, բայց կյանքի որևէ փուլում քո աղջիկը առերեսվեց այդ սկանդալին, որովհետև տես դու այդ թեման քո կյանքում փակ չպահեցիր, այսինքն օրինակ, հա, դու կարող ես դրանից հետո հարցազրույցների ժամանակ սահմանափակել, որ ես այսինչ բանի մասին չեմ խոսում, բայց դու շարունակաբար խոսելով այդ մասին ու չթաքցնելով դա, նաև բնականաբար քո աղջկա մոտ ինչ որ պահի հարցեր էր առաջանում, մամ, ինչի մասին ես խոսում, ինչպես ինքը առերեսվեց այդ իրականությանը ու այդ պատմությանը։ Ինքը որ արդեն կարող էր դա հասկանալ որոշակիորեն, դա արդեն երբ որ մենք Ամերիկայում էինք։ Ու քանի որ իր մոտ մտածելակերպի փոփոխություն կար արդեն, ամերիկյան մտածելակերպի փոփոխություն, որտեղ երեխան ուզես չուզես մեծանալով Ամերիկայում, ինքը ամերիկյան մտածելակերպ է։ Դա թող բոլոր ծնողները չասեն իմ երեխան հայ է մեծանում, չէ, իրանք բոլորը հայ են մեծանում ազգությամբ, հայերեն խոսում են, բայց մենտալիտետի տարբերություն հաստատ կա այստեղ մեծացող երեխաներից։ Իր մոտ արդեն այն этаպներ, որ քան տարեկան էր ինքը, երևի 13-14 տարեկանն էր, ու երբ որ ես իր հետ փորձեցի որոշակիորեն խոսեմ այդ թեմայով, ինքը ասաց, հա, հետո, ասենց թեթև շատ թեթև, ասեցի, դա խնդիր է քո համար, ասաց չէ, ու որպես այդպիսին այդ խոսակցությունը այլևս դա մեջ չի եղել, բայց հիմա որ ինքը արդեն հասուն մարդ է, երբևէ որևէ բան քննարկում ենք, բնականաբար ինքը լրիվ ուրիշ տեսանկյունից է արդեն նայում, որովհետև ինքն էլ հոգեբանի մասնագիտությունն է ընտրել ու ներսով հասուն մարդ է ու այնքան 20 տարեկանին մի քիչ սխալ է ասել կայացած, բայց այնքան արժե համակարգ ունի ու ինքը տեսնում է իր մաման ոնց է ապրում։ Ինքը տեսնում է իր մաման ոնց է Աստծուն ծառայում, ինքը տեսնում է իր մաման ոնց է անձնական կյանք բացարձակ չունեմ։ Ինքը տեսնում է դա։ Ինքը տեսնում է, որ իմ անձնական կյանքը իմ նարկոմաններն են։ Այն ժամանակը, երբ որ մարդիկ դեյթի են գնում, ժամադրությունների են գնում, իր մաման անցկացնում է նարկոմանների հետ, ասեմ ավելին, ինքը եւ փեսաս տոն օրերին, երբ որ պետքա ես անցկացնեի ինչ որ մեկի հետ, երեխեքը ինձ ասում են, արի մեր հետ Valentine's Day նշի։ Ասում եմ, ինչի, դուք երկուսով գնացեք, ասում եմ, չէ, մի մնա ռիհաբում, մի մնա նարկոմանների հետ։ Ճիշտ չի, դու առողջ չես արդեն։ Ինքը դրան ուրիշ ձև է նայում։ Ինքը տեսնում է, որ ես ինձ նվիրել եմ մարդկանց ու այդտեղ իմ ոնց որ ներքին ձայն կամ ոնց ասեմ, սթափության իմ ներքին ձայնը այդ իմ աղջիկն է։ Ինքն է ինձ հետ պահում արդեն, որ մի քիչ շատ ավել չանեմ, քան պետքա անեմ։ Անձնական կյանք բացարձակ չունեմը այդ ցավի եւ ինչ որ բաներից հոգնելու հիասթափվելու արդյունք է։ Ոչ, բացարձակ։
Մի քիչ սխալ է ասել անձնական կյանք չունեմ, որովհետև ես սպորտով զբաղվում եմ, բոլորը տեսնում են։ Իսկ դա իմ ինքնախնամքի ամենալավագույն ձևն է։ Ես ունեմ ընկերուհիներ, որոնց հետ լավ ժամանց եմ ունենում, իսկ տղամարդու բացակայությունը ուղղակի նրա պատճառով է, որովհետև ես դեռ չեմ հանդիպել այն մարդուն, որի հետ կուզենայի, որը իմ հետ կկիսի այն ինչ որ ես անում եմ։ Իսկ իմ համար դա շատ կարևոր է։ Իսկ այս տարիների ընթացքում շատ ես փնտրել, այսինքն ունեցել ես հարաբերություններ, չստացված հարաբերություններ, հիասթափություններ։ Ես այն տարիքում չեմ, որ հիասթափվեմ, ինձ մարդը չի կարող զարմացնել։ Եղել են շփումներ, որոնք որ չեն աճել լուրջ բանի, ու չեն աճել շատ հաճախ, երբ որ ժամադրության եմ գնում, լինում է տենց դեպքեր, որ երեխեքն են զոռով ուղարկում ժամադրության, էտել եմ ունեցել։ Իրանք դառնում են իմ պացիենտը ու արդեն ինձ հետաքրքիր չի։ Իսկ Հասկանում ես, ինչի մասին եմ խոսում։ Երբ որ գալի նստում, ասում եմ իր մանկական տրավմաներից խոսալ հետս։ Ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր որ հոգևորում արդեն այնքան աճած են, կայացած են, այնքան ներսով պինդ մարդիկ են, օքեյ եմ լրիվ անցած ցանկացած տրավմա, բայց ինքը պետք է արդեն աճած լինի, որովհետև իմ տարիքը նա է։ Ասենք ես հոչ եմ ընտրելու 20-25 տարեկան, որ ասեմ, օքեյ, կմեծանա, կհասկանա։ Ընտրելու եմ արդեն կայացած մարդ, չէ։ Իսկ շատ հաճախ կայացած մարդկանց մոտ տեսնում ես, որ 45 տարեկան է, բայց դեռ այնքան հասուն չի ներսով, որ հետը կարողանաս բավականություն ստանալ, հոգևոր բավականություն ստանալ։ Ինձ համար դա շատ կարևոր է։ բայց դու ունես օրինակ երազանք ցանկություն ընտանիք ունենալու։ Չէ, ես ունեմ, ասեմ ավելին, կապ չունի, որ իմ երեխան ամուսնանում է, ես պատրաստ եմ նորից երեխա ունենալ։ Ես միշտ եւ այն բան եմ անում, հումոր ենք անում, ասում պատկերացնում ես իրար հետ հեղի լինենք։ Ինչքան հավես կլինի։ Ես օքեյ եմ, դրա հետ եմ ամեն ինչին համար բաց եմ։ Ես կյանքը այնքան ես չեմ սահմանափակում ոչ մի առումով, ոչ մի բան։ Ես բաց եմ թողել նախ Աստծուն եմ վստահում, երկրորդ հերթին չի կարող դիեզերքի մեջ ինչ-որ բան կորել։ Երբ որ դու լավն ես անում, ինքը հետ է գալիս, ինքը պտտվում է։ Աստծո խոսքն ասում է հացդ բացող ջրերի վրա պտտվելու է քո դեմը կա։ Ես մարդկանց համար չկա իմ մոտ էդի մոտո է։ Մարդը, որը ինձ հանդիպեց իմ կյանքում, պետք է իր կյանքում մի հատ շատ լավ բան փոփոխություն լինի։ Հատկապես այն մարդիկ, ովքեր իմ հետ շփվում են ու մշտական շփման մասին է խոսքը, ոչ թե ասենք ուղղակի բարևեց անցավ, դրա մասին չի։ Ես պետք է լավ հետ թողեմ մարդու կյանքում։ Եթե չեմ թողնում, ես այդտեղ արդեն ձախողեցի։ Հիմա այս պարագայում ես բաց եմ ամեն ինչի համար։ Ես սահմանափակումներ չունեմ ոչ մի բանի մեջ։ Այստեղ կգնամ, այստեղ կհանդիպեմ, այնտեղ կհանդիպեմ, կրթվածա, կրթված չի, աշխատում է, չի աշխատում, կյանքի որ էտապում է։ Սենց բաները իմ համար չկան։ Ես հասել եմ այն կետում, որ արդեն չկան։ Ես ինքս եմ ինձ հասցրել այդ կետում, որ արդեն չկան։ Դրա համար որ ասեմ, ես ինքս ինձ նստացրել եմ տանը ասում եմ, չէ, ուղղակի չեմ հանդիպել եմ մարդուն, որի հետ կուզենայի։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Դու որոշակի դադարից հետո էլի սկսեցիր նկարահանվել նախագծերում ու հիմա արդեն Ամերիկայում եւ քո գործունեությունն ես ծավալում հոգեբանական ուղղությամբ եւ որպես դերասանուհի։ Քեզ համար ինչ որ առումով երբևէ եղել է նաեւ սկզբունքի հարց, որ ես դեռ վերադառնալու եմ։ Չէ, դա սկզբունքի հարց չի, որովհետեւ որտեղ որ կամ ես շատ բավարարված եմ որպես անհատ։ Որովհետև ինչքան էլ լավ դերասանուհի ես, ինչքան էլ տաղանդավոր ես, ինչքան էլ խաղում ես մասնագիտություն, դա քո կանչն ու կոչումը չի։ Ես այդ երևույթների մասնագիտությանը մի քիչ հիմա ուրիշ ձև եմ նայում։ Առաջ ահավոր սարսափելի կարիերիստ էի, ինչը որ չեմ ասի, որ իմ երեխու մասին։ Իմ Եվան ինքը իր տունը, իր ընտանիքը, իր ամուսինը, իր երեխան։ Ինքը կարիերա չի մտածում, ինքը լրիվ ուրիշ էներգիայի մեջ է։ Բայց հիմա ես հասել եմ մի հատ տեղ, ես ուզում եմ խաղամ իմ սեփական հոգևոր բավարարվածության համար։ Այդ իմ ինքնա խնամքի մեջ է մտնում։
իմ խաղալը։ Դա այնտեղն է, որտեղ ես իմ համար եմ անում։ Որովհետև ես օրվա ընթացքում այնքան շատ եմ տալիս մարդկանց։ Ես պետքա միտեղ լծվեմ, թե չէ։ Ես պետքա միտեղ բավարարվածություն իմ սեփական անձի համար ունենամ, թե ոչ։ Այդ տեղը իմ համար եկեղեցին է, այդ տեղը իմ համար դերասանությունն է, այդ տեղը իմ համար սպորտն է։ Ես այդ ձևով եմ ինձ վերականգնում որպես անհատ, որ կարողանամ ինձնից ավելի վատ վիճակում հոգեբանորեն գտնվող մարդուն օգնություն ցուցաբերեմ։ Թե չէ ոչ ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցել չունեմ։ Բացարձակ, մինչև Ամերիկա գնալի ես այստեղ 3 սերիալ եմ խաղացել։ Էլի գլխավոր դեր։ Ու առաջի սերիալը եղել է Բախտաբերը, երբ որ ինչ որ ընդմիջումից հետո ես այդտեղ խաղացի, ես ասեցի ես ով կամ, այն ժամանակ ես ունեի դրա կարիքը, որպես դերասանուհի, ասել որ ես կամ դեռ, ու ես ապրում եմ ու ես ոտքերիս վրա եմ։ Ինչքան էլ կոտրվեցի, բայց ես կարողացա Փյունիկի նման նորից վերածնվել ու նորից գործունեություն ծավալել։ Իսկ Ամերիկա ոտ դնելուց հետո ես այնտեղ նկարվել եմ 1-2 սերիալ, հետո այնտեղի վճարումները ինքդ քեզնից անընդհատ շատ ժամանակ է տանում ու դու չես կարող այնքան վարձատրվել Ամերիկայում, որ դու կարողանաս քո կենցաղը ապահովել, դու պետք է աշխատես։ 2 սերիալ նկարվելուց հետո հասկացա, որ չեմ ուզում էլ նկարվել։ 21 թվականին նկարվեցի Ինտրիգը, որը իմ խաղացած լավագույն դերերից մեկն էր, որը ինձ համար բժշկություն եղավ։ Ինտրիգից հետո դադար եղավ, հետո էլի ոնց որ ամեն տարի մի հատ սերիալ, այդքան շատ չի նկարվում այնտեղ, ու շատ քիչ են նկարողները։ Հիմա էլ դերասանները շատացել են, պատկերացրու այնտեղ մեծ քաստինգ է հիմա սերիալներում նկարվելու համար։ Հետո այս ուղղակի այս 3 հատ իրար հետևից եղավ, մարդկանց թվաց, թե ես նորից տենց մեծ վերադարձել եմ, բայց ես անընդհատ 10 տարիների ընթացքում երևի մոտավորապես 7-8 հատ սերիալ եմ այնտեղ նկարվել, որը որ ցուցադրվել է հեռուստատեսությամբ, միգուցե դա տեսել են, իսկ որը որ միայն եղել է կինոդարանում, դա չեն տեսել։ Ու կինո էլ է եղել, կարճամետրաժ կինո, որը որ գնացել է փառատոն։ Հայդեպ ես Հայաստան պիտի գայի ամսի 20-ին հունիսի, բայց եկա ամսի 3-ին ու շուտ ժամանեցի, որովհետև այստեղ ֆիլմի առաջարկ ունեի։ Սեպտեմբերին նորություն ա գալու, գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվել, այսքանի օրը շատ զբաղված եմ եղել Հայաստանում ու մեծագույն բավականություն եմ ստացել։ Իդեպ այս անգամ Հայաստանը ուրիշ ձև տեսա, որովհետև իմ մասնագիտական ոլորտում լրիվ ուրիշ աճած վիճակ տեսա Հոլիվուդի նման նկարվող գեղարվեստական ֆիլմեր։ Թիմ տեսա, աշխատանք տեսա, դերասանի հանդեպ հարգանք եւ դերասանին ճիշտ վերաբերմունք տեսա, որը որ առաջ բացակայում էր ոլորտում։ Որ նախագծում ես նկարահանվել։ 1-ից 1 նկարել են Շարմը եւ Միտոյան Production-ը, Դավիթ Բաբախանյանն էլ ֆիլմի ռեժիսոր, ահա որ մեծ բավականություն եմ։ Եմ որ ասում եմ, ես իմ ֆանը ապրել եմ, ասես շատ ուրախ ժամանակ եմ ունեցել այս անգամ։ Հիմա դու մասնագիտական առումով քեզ որտեղ ես ավելի լիարժեք զգում, նկարահանման հրապարակում, թե որպես հոգեբան։ Ոյ չեմ կարող համատել։ Երկուսն էլ ուզում եմ ու հավասարաչափ եմ ուզում։ Չեմ այդ հոգեկան բավարարվածությունը, որ ես ունեմ մարդու կյանքը փոխելուց, ես այդ զգացողությունը չունեմ։ Դերասանությունը էգոիզմս է բավարարում։ Հասկանում ես, այդ իմն է, իմ համար է, ես եմ այդտեղ հաճույք ստանում, բայց այնտեղ ես տվողն եմ։ Հետաքրքիր է, իսկ հոգեբանի մասնագիտությունը ուսումնասիրելուց հետո դերերի ընկալումը սկսում է փոխվել, որովհետև մի կողմից Թատերական ինստիտուտում մարդիկ սովորում են դերասանական շատ նրբություններ, մյուս կողմից դու մարմնավորում ես մարդու բնավորություն, որը շատ ավելի խորը սկսում ես ճանաչել հոգեբանության մեջ։ Ինձ համար շատ սպասված հարց ու իմ այսքան ինչ խոսացինք ամենասիրելի հարցը։ Հիմա ասեմ, երբ որ ես հոգեվերլուծություն անցա դպրոցում, հոգեբանություն ժամանակ, psychoanalysis ասված հոգեվերլուծությունն է, չէ՞ հայերեն։ Երբ որ ես դա սովորեցի, ես հասկացա, որ իմ մասնագիտական կարիերայի ընթացքում այս ամբողջ իմ քանի տարի եմ, 43 եմ հիմա, ես արդեն դերասանուհի եմ, 16 տարեկանից սկսած։ 27 տարի է ես այս մասնագիտությունը ունեմ։ Այսպես ասած, ես այս փեշակը ամբողջությամբ ասենց որ իմ համար
մի քիչ մեծ կարահնչի, որովհետև ինքը անծայրածիր է, բայց ինքը ինձ մի հատ լավ բան է տվել։ Ինքը ինձ տվել է հոգեվերլուծություն, որովհետև ես այն ժամանակ էլ ես գործ անում։ Հիմա արդեն տեխնիկան գիտեմ իրա, հիմա արդեն տեսությունը գիտեմ իրա։ Այն ժամանակ ենթագիտակցական մակարդակով էի դա անում վերլուծություններս։ Հիմա արդեն ես հասկանում եմ, ես լավ սայքոանալիզ եմ անում, որովհետև ես դերասանությունն է ինձ օգնել, որ ես դա անեմ լավ։ Ավելի շատ դերասանությունն է օգնել ինձ, քան թե հոգեբանությունը դերասանության մեջ։ Իսկ չի գալիս ինչ որ մի փուլ ամեն դեպքում, երբ որ դու հասկանում ես, որ մասնագիտության մեջ ինչ անելու էր, արդեն արել ես։ Չէ։ Ես լիքը դերեր դեռ չեմ խաղացել։ Այսինքն վիճակներ, հոգեվիճակներ մարդկային, որ կուզենայի ցույց տալ, ես դեռ չեմ խաղացել, լիքը բաներ կա ապրումներ, որ ես չեմ զգացել դա։ Ինչ դերի մասն ես երազում։ Հրեշ ֆիլմը կարծեմ հրեշ էր կոչվում ու խաղացել էր Շարլես Տերոնը։ Հիշում ես դրանով ինքը Օսկար ստացավ։ Իրան այնքան էին տգեղացրել, չաղացրել, ինքը խաղում էր հոմոսեքշուալիստ կիներ խաղում ու տրավմիրованный կիներ խաղում։ Այդ տեսակ բարդ հոգեբանական դեր կուզենայի խաղալ, որ ինձ չընտրեն իմ արտաքինի համար։ Ինձ չընտրեն որպես սիրունքին, որ կապ նայ այն ժամանակ ես շատ են ընտրում քո արտաքինի համար։ Ինձ չեն էլ տենում վատ դերերում։ Վատ ասելով որպես տգեղ կին, բայց ներքին հասունություն կամ չեմ վիճակներ, խմորումներ, ինձ խարակտեր, այս նոր վերջերս է որ ես սկսել եմ խարակտեր խաղալ, ասենք սերիալներում։ Իսկ առաջ էլ որ հիշենք, ես 25-ից ավել գլխավոր դեր եմ կերտել, բոլորը պուպուշ, բարի կանայք, լինում էին նաև դժբախտ էին։ Նոր ես սկսել եմ խարակտեր խաղալ սերիալներում, որը թատրոնում արդեն վաղուց անում էի։ Այդ պուպուշ բարի կանայք քեզ հետ ըստ էության կապ չունեին իրական կյանքում։ Ես այդ этаպում այդպեսին էի։ Այդ պուպուշ աղջիկն էի, որ խաղում էի դերերում։ Հիմա իմ ներքին վիճակը եւ իմ ներքին էներգիան եւ իմ ներքին ուժը չեմ ուզում այդ պուպուշ աղջիկ խաղամ։ Ուզում եմ լրիվ ուրիշ բան խաղամ, որովհետեւ կյանքում էլ չես ուզում լինել այդպեսին։ Ես արդեն վաղուց այդպեսին չեմ։ Ես իմ տեսակով վերջացած օպտիմիստ եւ վերջացած բարի մարդ եմ։ Իմ մեջ չարություն բացարձակ չկա ու ներող եմ, ահա որ։ Բայց իմ խաղարկային մասը ինձ հետաքրքիր չի դա։ Կռիվ ունես աշխարհի հետ հիմա որևէ կարգ։ Չէ, շատ համահունչ մարդ եմ, շատ խաղաղված։ Գիտես կռիվը երբ է լինում մարդկանց մեջ, երբ որ մարդը չգիտի ինքը ով է, ուր է գնում։ Իսկ ես գիտեմ ես ով եմ, ինչի համար եմ եկել այս աշխարհ ու ուր եմ քայլում, ինչ ունեմ անելու։ Իմ A-ից B կետը ես որոշված է, անորոշությունն է բերում այդ վիճակների։ Իսկ իմ մոտ որոշված է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դու վերջին 5-6 տարում ես քեզ գտել լիարժեք։ Հա։ Ամերիկայի առաջի 5 տարին ինձ շատ դժվար անցավ ու շատ ցավոտ բաների միջով անցա։ Իհարկե կոփվեցի որպես մարդ, որպես կին, որպես միայնակ մայր, որ հարցներ կուզեիր էլի անցներ էտի, չի ուզենա։ Բայց այն ժամանակ թույլ էի, պատրաստ չէի։ Հիմա այս վիճակով եթե դա անցնի, խաղ ու բարա։ Այդ դժվարությունները էմիգրանտի դժվարություններն էին, թե այդ կնոջ դժվարություններն էին, որը կոտրվել էր, բայց իրավունք չուներ այդպես մնալու։ Ես այդ դժվարությունը Հայաստանում էլ ունեի։ Եթե այդպես նայենք։ Ես ուզում եմ հասկանալ, դες դու նշեցիր Ամերիկայի առաջին 5 տարին, դա էմիգրանտի դժվարություններն են, թե Հայաստանի դժվարությունների շարունակությունն է։ Ինչքան էլ Հայաստանում ես դժվարություն եմ ունեցել, բայց ես խոսել եմ իմ մայրենի լեզվով։ Ես աշխատանք գտնելու համար կարիք չունեի օտար լեզու սովորելու շատ արագ։ Ես ունեի բարեկամներ, իմ շրջապատում մարդիկ օգնող։ Ես ունեի ծնողներ, ես ունեի քույր եղբայրներ, հոգեբանորեն դու ինչքան էլ ուզում ես դժվար բաներով անցնես, բայց կան կողքդ մարդիկ սիրող քեզ, որոնք որ քեզ պաշտպանում են։ Իսկ այնտեղ չունեի։ Անժելա, քո բարեկամները, ծնողները, կյանքի բոլոր փուլերում քեզ աջակցել են, թե եղել է շրջան, երբ կռիվ եք ունեցել իրար հետ։ Երբ որ երեխա էի, շատ բաներ չէի հասկանում ծնողներիս մոտ։ Բոլորս չենք հասկանում, մենք խստություն ենք մենակ տեսնում։ Ես շատ խիստ ծնողներ եմ ունեցել, հատկապես կրթության հետ կապված։ 4 տանալ էի մոտ լացուկոծեր, որովհետև կարող էին զրկել ինձ հեռուստացույց դիտելուց։ Ես կինոման էի, ահա որ։ Բայց երբ որ մեծանում ես, հասկանում ես մարդկանց
հասկանում ես իրանց անցած ճանապարհը, իրանց մանկական տրավմաները եւ իրանց հոգեբանական եւ խնդիրները եւ հասունությունը եւ լիքը այլ հարցեր, արդեն լիքը բաներ քեզ համար դու դրանց հետ համահունչ ես դառնում։ Ու դու երբ որ դու հասկանում ես, որ դու մարդկանց չես կարող փոխել ու քո վերաբերմունքը պետք է փոխես, սա շատ կարևոր բան է։ Այդ ժամանակ կռիվն էլ է վերջանում, թե քո հետ, թե մարդկանց հետ, թե աշխարհի հետ, որովհետեւ այստեղից է սա գալիս։ Այստեղով հասուն մարդը, որը ընկալում է աշխարհը ճիշտ ձևով, վերաբերմունքը ճշտած է արդեն ամեն ինչի հետ, սուրճ անկյուններ չի թողնում, նորմալ է։ Այն երեխան, որը տանը վախենում էր ասել, որ 4 եմ ստացել, ինչպես կարողացավ ծնողների հետ հետո ձևավորել հարաբերություններ, որ այդպես ամեն դեպքում հայկական հասարակության համար մենք անդադ վերադառնում ենք սկանդալին, որովհետև հայկական հասարակության համար գիտեմ ուր է ստանում։ Եթե ես չունենայի այն պապան, որ ունեմ, նմանատիպ իրավիճակից հետո ես կհայտնվեի փողոցում լրիվ սխալ կյանքի մեջ, ու որպեսի հաց հայթայթեի, բոլորս էլ գիտենք Հայաստանում ինչպես է, պետք է սիրեկան ունենաս, որ ապրես։ Ես ունեի պապա։ Հայաստանում այդպես չի։ Եթե քեզ զրկում են աշխատանքից, եթե դու ոչ միտեղ գործ չես կարողանում ճարել։ Ես կարծում եմ ցանկացած պարագայում կարելի է գնել որպես մակրոհի աշխատել։ Դե ես արել եմ դա։ Ես արել եմ դա Ամելիա ջան։ Ես հայտնվելով Ամերիկայում լիքը առաջարկներ ստանալուց հետո ասեցի ոչ, ես աշխատելու եմ իմ սեփական ուժով ու խանութում, ոսկու խանութում համ վաճառողուի, համ մակրուհի անում էի։ Հետո աշխատել եմ բանի հաշվապահի օֆիսում, արդեն ինտելեկտուալ աշխատանք, որ արդեն լեզու ունեի, որ արդեն գրագիտություն ունեի։ Ու տենց կամած կրթվելով հասել եմ այնտեղ, որտեղ կամ։ Բայց հիմա կանք պապայի հետ հարաբերությունները։ Պապայի հետ հարաբերությունները։ Իմ պապան լինելով, չգիտեմ բառ ոնց ասեմ, ավանդապաշտ, շենգավիցի, հասկանում ես, չէ, տղամարդու ինչ տեսակ է, որից լիքը հարցերում, օրինակ, թե կարճակնելը, թե ֆիլմերում ազատ նկարվելը թեմա է եղել, ես այդպիսի ռեակցիա չէի սպասում։ Իմ պապան սիրելիս ասեց վարձով տունը հանձնում ես, գալիս ես մնում ես իմ տանը երեխուդ հետ ու իրա բերանից մի անգամ ինձ դատապարտման խոստուց չի եկել։ Ես ունեի թատրոնի մի հատ 40,000 դրամանոց աշխատավարձ, ինձ սերիալներում չէին նկարում։ Ես կորցրեցի թատրոնի իմ դերերը, որովհետև որոշակի գոլեգաներ որոշեցին, որ իմ հետ չեն ուզում խաղան։ Մարդու բոլոր տեսակի իրավունքները իմ մոտ խախտված, ոչ մի տեղից օգնություն չէի կարող սպասել։ Եթե այդ этаպում ինձ պապաս չաջակցեր, ես չգիտեմ ես ոնց ես դա նույնիսկ երբ որ որոշեցի Հայաստանից գնամ, ինքը ասում էր մնա պայքարի, ասա դու ով ես։ Մի արա տենց։ Մի դարի էմիգրանտ։ Ու ես ավելի շուտ էի ուզում գնալ, ինքը ինձ չթողեց։ Ինքը այն ժամանակ ինձ թողեց, երբ որ արդեն ես հասուն էի, կայացած էի, պինդ էի ու աշխատած էի արդեն։ Ինքը այդ ժամանակ ու ես ֆիլմի առաջարկով եմ գնացել Միացյալ Նահանգներ ու մնացել։ Իսկ մայրիկի հետ հարաբերությունները ինչպիսին էին։ Մամաս մի քիչ ավելի թույլ էր, քան պապաս։ Որոշակի վիճաբանությունների մեջ մեղադրանք եղել է, բայց պապայիս բերանից բացարձակ մեղադրանք, ես ինչ արեցիր, ինչի սենց եղավ, կամ առավել եւս վրաց ձեռք բարձրացնել, բացարձակ։ Էլի եմ կրկնում, այն մարդը, որից ես ամենաշատն էի վախենում, որ ինչ ռեակցիա կլինի, այդ մարդը այն մարդն էր, որը ինձ պաշտպանեց։ Դրա համար ես սենց ասեմ քեզ, ես ճիշտ կազդուրվեցի։ Ես Աստծուն շնորհակալ եմ, որ ինքը, չգիտեմ ոնց աշխատեց այդ մարդու սրտի հետ, որովհետև ես ունեցել եմ ծանոթ աղջիկներ, թեթևակի բաժանություն կամ թեթևակի սխալ վիճակ ա եղել, աղջկան երեխու հետ դուրս են շպրտել։ Թե եղբայրը, թե հայրը, ու աղջիկը կործանվեց։ Իսկ իմ պարագայում ինքը ինձ ուղղակի թևերի տակ առավ ու չթողեց, որ ոչ մի սխալ բան իմ կյանքում տեղի ունենա։ Հետագայում, երբ տևական ժամանակ առանց ծնողների էիր ապրում, այդ շրջանը ինչպես քեզ տրվեց։
Այդ շրջանը այնքան ծանր շրջաներ են։ Նենց էի ուզում ընտանիք ունենալ։ Հիմա ասեմ, որտեղ եմ խեղճացել Ամերիկայում։ Ասենք Քրիսմասնա, Սուրբ Ծնունդը մեծ տոնով են նշում։ Thanksgiving-նա գոհության տոնը մեծ տոնով են նշում ու ընտանեկան միջավայրում են նշում։ Ես այդ տոների ժամանակ երեխայիս հետ ես պուպուի պես մնում էի։ Ինձ չէին կանչում ոչ միտեղ։ Ես մի հատ մեքսիկ ընկեր ունեի, իրանց տուն էին ինձ կանչում, որ մենակ չմնամ, որովհետև իր հետ որ կիսվում էինք, տեսնում էր ես ինչերով եմ անցնում, այդ մարդը ինձ շատ էր սիրում ու իր ընտանիքի մեջ էր կանչում, որ ես մենակ չմնամ։ Իսկ հետո արդեն երբ կարողացար ծնողների տեղափոխել Միացյալ Նահանգներ, այդ շրջանը ինչպես տրվեց, որովհետև քեզ համար ուրախություն, երջանկություն էր, բայց շատ դեպքեր եմ լսում, երբ ծնողները Միացյալ Նահանգներին ուղակի չեն հարմարվում եւ ընտանիքում նոր ինչ-որ խնդիրներ են առաջ գալիս։ Ծնողներս գրին քարտ են շահել։ Սա էլ իմ աղոթքների մեծագույն պատասխան Աստծո կողմից, որովհետև ես երազում եի ընտանիք ունենալ Ամերիկայում, տենց մեծ բազմանդամ ընտանիք։ Մամայի, պապայի գալուց հետո գիտես ես ինչ որոշում կայացրեցի, քանի որ ես երկար ժամանակ մենակ եմ եղել ու ինձ դժվար ա եղել այդ տոնական օրերին, ինչի նշեցի, որովհետև այդ այն օրերն էր, որ դու ավելի շատ ես միայնությունը զգում, կարող է քեզ ուղղակի մի հատ sense տապալի ամբողջությամբ ու մնաս մի քանի օր դեպրեսիայի մեջ ու տանը ու չգնաս ոչ միտեղ, ոչ մեկ երեսը չուզես տեսնել։ Ես որոշում կայացրեցի իմ ընկերական շրջապատում, ովքեր մենակ են Միացյալ Նահանգներում, ոչ մեկ չունեն։ Եվ գոհության տոնին, եւ Սուրբ Ծնունդին, եւ երևի, ասենք, իրանց ծնունդներ կամ իմ ծնունդներին, ես մենակ կանչում եմ իմ ընկերներին, ովքեր ընտանիք չունեն։ Իմ մաման շատ լավ խոհարար է, ինքը համեղ ուտեստները սարքում է ու ես հրավիրում եմ բոլոր այդ ընկերներիս, որ իրանք այդ միայնության զգացողությունը չունենան Ամերիկայում։ Մաման, պապան լիքը բան փոխեցին։ Կենցաղում բնականաբար հակասություններ, անհամատեղելի բաներ լինում են, բայց ես քանի որ առավոտից իրիկուն աշխատում եմ, նենցա որ իրանք համարյա իմ երեսը չեն էլ տեսնում, էլի որոշակի հարցերում ինչի որ իրանց պետք է իրանց օգնում եմ, իրանց բժշկի հարցը, իրանց անհրաժեշտությունները ինչ որ տանը կա, ես դրանք անում եմ ու գիշերները աշխատում եմ։ Այս իմ մոտ այնքան զբաղված գրաֆիկ է, որ փորձում եմ համատեղեմ ամեն ինչը։ Դու հիմա երջանիկ ես։ Հա։ Ես հիմա ներքին ուրախություն ունեմ, որը երբևէ չեմ ունեցել։ Անկամ այն ժամանակ, երբ որ ինձ թվում էր, որ ես երջանիկ եմ, որը ոչ կապված չի մարդկանց հետ, որը կապված չի երեխայիս հետ, որը որ կապված չի ամուսնու հետ։ Լավ է, որ բոլորը առողջ են, բոլորի կյանքը լավ է ու դու հոգս չունես։ Այդ նենցա որ միշտ էլ ունենում ես։ Բայց ներքին ուրախությունը եւ ներքին բավարարությունը դա ընդհանրապես կապ չունի քո շուրջը եղած մարդկանցով։ Անժելա, դու այս պահին իմ առաջ նստած ես հավասարակշիռ տարբեր հարցերի մասին խոսում ենք, բայց ժամանակ առաջ քեզ հետ կապված քննարկումներ սկսեցին ծավալվել, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում ես։ Իրականում ինչ շրջան է իր ապրում ու արդյոք նմանատիպ խնդիր կար թե ոչ։ Մի հատ լավ նկար կա է Instagram-ում, Facebook-ում տեսած կլինես։ Էշի վրա նստած ես, ասում են էշի վրա նստած է։ Էշի հետ քայլում ես, ասում են հիմար է, էշը կողքը ինքը քայլելով է գնում։ Դու ինչ էլ անես, հանրությանը չես բավարարելու։ Դրա համար, երբ որ դու ներքին մեծ ուրախություն ես ունենում, ուզում ես ինչ-որ բանով կիսվել մարդկանց հետ, մարդիկ ասում են ցնդած է։ Դու դժբախտ ես, լացում ես, բոլորը խղճում են քեզ, վայ ինչ մեղքա դժբախտ է։ Դու ինչ էլ անես, հանրությանը դու չես կարողանալու բավարարել։ Իմ մոտ այնպիսի էտապներ եղել են, իհարկե որոշակի մարդիկ էլ կողքից օգտվելով հոգեվիճակի շատ ուրախ լինելը, երբևէ կարա բերի քեզ մի հատ կետի, որ մարդիկ ասեն, ցնդած է։ Այդ էտապը օգտագործել մարդու վրա աչոք հավաքելը, դա էլ ես հասկանում, ինչքան սխալ բան է որոշակի մարդկանց կողմից։ Հիմա այն ինչ որ արել եմ, լավ եմ արել, որովհետև ես դրանով լիքը մարդու կյանք եմ փրկել։ Ինտերվյուից հետո ես որոշակի բաներ ցույց կտամ, կտեսնես ինչի մասն է խոսքը։ Այստեղ չեմ ծավալվի։ Բայց որպեսզի ասեմ անհավասարակշիռ, չէ, ես շատ ուրախ եմ։ Դա եմ ասում, շատ ուրախությունը, չափից դուրս ուրախությունը, Աստծո խոսքի մեջ մի հատ լավ խոսք կա, որ ասում է՝ մի մոռացի քո առաջին սերը։ Երբ որ դու Աստծուն նոր ես գտնում,
այն որ մեջդ այնքան ուրախություն ա լինում, որ կողքից ինչա, երբ որ Սուրբ Հոգին իջնում ա վրեքները, ինչ են ասում, գործ կառաքելություն ասում են հարբած են սրանք, նոր թաղեցին իրանց տիրոջը, նոր խաչեցին, 50 օր հետո բոլորին որակեցին որպես խենթեր կամ հարբածներ։ Եթե դու այդ հոգեվիճակում ես, իսկ այն մարդը, որը իր կյանքի մի այլ էտապում է, որը որ չի հասկանում քո չափից դուրս ուրախությունը եւ ոգևորությունը, բնականաբար իր համար դու խենթ ես։ Չի կարող ընկալել, որովհետեւ ինքը այդտեղ չի, որտեղ որ դու ես։ Ես դրան օքեյ եմ նայում, ամեն ինչ օքեյ է, չեմ ապրում իրանց համար, ոչինչ չեմ անում, որ տպավորություն թողնեմ, ոչինչ չեմ անում, որ սիրեն կամ չսիրեն, սիրողը սիրում է, չսիրողն է չի սիրում, դրա հետ եմ օքեյ, որովհետև ամեն մարդ իր դևերի հետ է ապրում, եթե իր ներսին է իմ ներսը չի սիրում, արդեն ինքը պետք է մտածի, որովհետև իմ ներսը Աստված է, իր ինքը պետք է մտածի, ինչի իմ ներսի Աստծուն չի սիրում, հասկանում ես։ Դրա համար շատ խաղաղ եմ, շատ հանգիստ եմ ամեն ինչը տանում, թե մարդկանց վերաբերմունքը եւ թե իմ հոգեվիճակը։ Անժելա, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար, քանի որ դու շատ ուրախ ես Հայաստանում, եւս մի անգամ շնորհավորում եմ քեզ եւ երջանկություն եմ մաղթում թե քեզ, թե քո աղջկան։ Ես եմ շնորհակալ։ Հետևեք Live Room-ին, մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք իմ թողարկումները։